Radio Stars-ը եւ Հայաստղեր հաղորդաշարը կներկայացնեն յուրահատուկ հյուրը Բլաստիկ վիրապուժ Դավիթ Սմոյանը։ Դոկտոր Դավիթ Սմոյանը պիտի հաղորդե եւ բացատրե դեղեցությամբ բլաստիկ վիրահատություններու մասին, ինչպես քթի վիրահատություն, ռինոբլաստիկա, գոբերի եւ թեմքի բարձրացում, բոթոքս, ֆիլեր եւ վերջապես պիտի բացատրե գրծքերի ցկում սիլիկոնե իմպլանտներով եղած գործողություններու մասին։ Գերնակե դեվիլ հարցազրույցին ուղիղ եթերով Radio Stars-ն եւ Radio Stars-ի թիմադեդրեն երկուշաբթի մարտ 31-ին գեսորե հետ ժամը 1-ին Լոս Անջելեսի ժամով, երեկոյան ժամը 12-ին Հայաստանի ժամով եւ երեկոյան ժամը 10-ին Լիբանանի ժամով։ Հայդակերը կպատրաստե եւ կներկայացնե հաղորդավարուհի Ստեյսի Ավեդիկյան Արաբյանը։ Սպասեցեք բլաստիկ վիրապուժ Դավիթ Սմոյանի հարցազրույցը եւ ուղեցեք ձեր հարցումները զանգելով Radio Stars-ի WhatsApp-ի համարին։ Գլսեք Radio Stars, Radio Stars, Radio Stars։ Radio Stars-ը կներկայացնե Հայաստղեր հաղորդաշարը։ Լսեցեք, դիտեցեք եւ հետևեցեք հաղորդաշարին ուղիղ եթերով Radio Stars-ն եւ Radio Stars-ի թիմադեդրեն յուրաքանչյուր երկուշաբթի գեսօրվա ժամը 12:30-ին սկսյալ Լոս Անջելեսի ժամով եւ երեկոյան ժամը 11:30-ին Հայաստանի ժամով։ Հաղորդավարուհի Ստեյսի Ավեդիկյան Արաբյանը գհյուրընկալ է դաղանտավոր հայտնի արվեստագետներ։ Իսկ դուք գարնակ ձեր մասնակցությունը բերել զանգելով հետևյալ WhatsApp-ի համարին՝ առավել 1 747 255 8764։ Հաղորդաշարի հյուրերու դասավորումը կգադարի Նելի Ավեդիկյանը։ Հայ Աստղեր Radio Stars-ն։ Եվ այսպեսով լսեցինք ուրեմն հարգելիներ Հայաստղեր հաղորդաշարի նոր ծանոթումը, շնորհակալություն Հրակ Տաշյանին, թե ինք պատրաստած է մոնտաժը շատ լավ կատարած է եւ շատ լավ գործ կկատարի միշտ։ Հարգելիներս, մեր մոտ լոսում ժամը կեսօրվա 1:03 վարգյատներ կանցնի։ Ուրեմն բահա հասած է որպեսի ես երկով մփացակայիմ գարց ռոպեներ որպեսի իմացնեմ դոկտոր Դավիթ Սմոյանին միանա եւ մենք սկսենք շատ հետաքրքրական այսօրվա հարցազրույցը։ Իմիջայլոց պիտի լսենք Արմենիի մեկնաբանությամբ Երևան երգը։ Երևանը եւ Հայաստանը որ ծնվել է մեր մեջ եւ գմնա Հավիտյան։ Գլսեք Radio Stars, Radio Stars։ Ես գժի պես սիրող սիրտս հերվում չի համբերի Ախ իմ Երևան ջան անուշս սիրունս քաղաքների Քաղաք ջան արևս գարունս Ախ իմ Երևան ջան անուշս Ոչ միայն Երևանը, Գյումրին մեր սրտում է։ Քեզ հետ իմ վախը, իմ մանկության հինգյակը, քաղցր սիրո պատմությունը, իմ օրերի քաղցրությունը Հարգելի Radio Stars-ի ունգընտիրներ եւ ագընտիրներ, մեկ րոպե եւ ամենջավես կսկսենք մեր այսօրվա հետաքրքրական հարցազրույցը բլաստիկ վիրապուժ Դոկտոր
Դավիթ Սմոյանի հետ։ Սպասեցեք։ Արևի թող լցվի քո ամեն բակը ուրախ ծիծաղով արնանա քո զարկերակը մանուկների խաղով ախ իմ Երևան ջան համովս սիրունս ներնեմ ջանի քաղաք Մերնեմ Հայաստանից, մերնեմ իմ հայկական քաղաքների համար։ Հայեր ջան, ուրախ լինենք միշտ։ անուշս սիրուն Ժպիտով մարդեն համամիտ է դակտորը։ քաղաք ջան անուշս գարունս Մի րոպե կսկսեմ։ Ուրեմն հարգելի ունգընտիրներ լսեցինք շատ գեղեցիկ երգը Արմենի մեկնաբանությամբ Երևան խորագրով։ Ողջույն Հայաստղեր հաղորդաշարի հավատարիմ հետևողներ։ Գրգին անգամ եւս դարձյալ ցեզ հետեմ, բայց այս անգամ յուրահատուկ հյուրովը, որ ծնվել եւ մեծացել է Գյումրի քաղաքում, ուրաբրում է մինչեւ ցարտ։ Հաջախել եւ ավարտել է Առաջին Երևանի Պետական ինստիտուտը, որ բարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանում։ Աշխատանքի է անցել 2011 թվականին եւ մինչեւ այսօր, լավ լսեցեք, գեղեցկացնում է բոլորին։ Էրիկ Մարտոց կամ Գանայքի բոլորին դիգիններուն։ Այսօրվա հաղորդաշարիս հյուրն է պլաստիկ վիրապուժ դոկտոր Դավիթ Սմոյանը։ Բարի երեկո եւ բարի գեսոր մոտ բարի եկացեք Հայաստղեր հաղորդաշարեն դոկտոր Սմոյան։ Բարև ձեզ Ստեյսի ջան, շատ հաճելի է հրավերի համար, հյուրընկալության համար, շատ շնորհակալ եմ նման հնարավորություն ընձեռնելու եւ նման գեղեցիկ հաղորդում կազմակերպելու համար։ Խնդրեմ ես էլ շնորհակալություն գահետնեմ հրավերս ընդունելու համար, ամենչապես երբ կապվեցանք եւ դուք սիրահուշար ամենչապես այո պատասխանեցիք։ Շնորհակալ եմ այդ մեկին համար դոկտոր Կիտնալով հանդերձ է դուգունիկ ձեր կորձը, հոգնությունը, օրվա հոգնությունը, բայց չմերժեցիք եւ դուք այսօր հավաստիկ կլինեք իմ հաղորդաշարի հյուրը։ Բարի եկեք։ Հաճույքով։ Շնորհակալություն։ Հիմա մենք երբ գսենք վիրապուժ, պետք է խոսենք այսպես դարբեր նյութերու շուրջ։ Կգարձեն թե պետք է երբ դոկտորը հաղորդաշարի հյուրը լինե, խոսենք բոտոքսի, ֆիլերի, գրսկի փարսասման, թեմքի եւ այլն, բայց ես կուզեմ ցեզի ավելի լավ ծանոթացնել մեր հաղորդաշարի հետևողներուն, նամանավանդ ռադիոյի լսողներուն։ Եթե Փապակում են բոլորը ցեզ ավելի լավ ծանոթանալ եւ լավ ճանաչել ցեզի։ Մի քիչ խոսենք ձեր մանկության մասին։ Դուք ապրում եք Գյումրի, ծնվել եք եւ մեծացել եք ինչպես Հարաճոփանի մեջ հիշեցի։ Արդյոք ինչպիսի մանկություն ունեցել եք դուք դոկտոր։ Նման այլ դարբեր փոքրիկներու կխաղայիք միասին կամ այսպես դարբեր բժշկական գործիքներ կամ նյութեր կհետաքրքրեր ցեզի։ Հետաքրքիր հարց տվեցիք, ջան։ Մանկությունս կարելի ասել այդ իմ ժամանակի գյումրեցիների նման էր մանկությունս, երբ որ իրականում այդ ժամանակ դժվար տարիներ էին Գյումրիի համար, հետ երկրաշարժյան տարիներ էին, երբ որ լույս չկար, ջուր չկար, չէ, ջուրը կար հələ, բայց հոսանք չկար, ջերմություն չկար, շատ դժվար կարելի ասել տարիներ էին։ Բայց ես շատ քաղցր հուշերով եմ հիշում, քանի որ դա իմ մանկությունն է, եւ մանկությունը միշտ քաղցր է, միշտ, անկախ որտեղ ինչ պայմաններում է անցնում, ես շատ ընկերներ ունեի, հիմա էլ ունեմ իհարկե, ում հետ մեծացել ենք, ապրել ենք, խաղացել ենք մեկ բակում, լավ ժամանակներ ենք անցկացրել, ես շատ շնորհակալ եմ իմ կյանքից, Աստծուց, ամեն ինչից, որ ինձ նման ճանապարհով է առաջնորդել։ Ճիշտ է, դժվարություններ կային, ես գտնում եմ, որ դժվարությունները ընդհանրապես կոփում են մարդուն, մարդու հոգին, մարդու մարմինը, որը որ առաջ գնալու համար, առաջ խաղացման համար շատ կարևոր գործոն է, իհարկե։ Պետք է շատ դժվարություններ հաղթահարել, որպեսզի կարողանալ դիմակայել կյանքի տարբեր արհավիրքներին, կյանքի տարբեր
խնդիրներին կարողանալ լուծումներ տալ եւ ինչը որ ինձ օգնել է շատ որ ասեմ թե մանուկ հասակում ես շատ մտածում եի բժիշկ դառնալու մասին չէ բայց կարևոր գործոն եղավ որ իմ մայրիկս ինքը կենսաբանության ռեպետիտոր էր եւ Գյումրիում ինքը պարապել է շատ բժիշկների հետ եւ շատ բժիշկներ անցել են իր ձեռի տակով այսպես ասած դե ես էլ պետք է նույն ճանապարհը անցնեի ինչի համար շատ շնորհակալ եմ Վստահ առաջին մայրիկիցս Վստահ Բայց դուք բարմը ասեցիք թե ինձի քրավեց ասիկ հաղթահարել յուրաքանչյուր անձ նամանավանդ հայ ասկը շատ դժվարություններով արժև գտնվում է եւ հաղթահարում է որովհետեւ մենք բայկարող անձ ենք մենք հայ ասկը միշտ բայկարող եղած ենք եւ միշտ հաջող եղած ենք մեր կյանքում շնորհակալ ենք թե դուք դժվարություններով արժև գտնվելով դոկտոր Սմոյան հաղթահարել եք բայկարելով այդ մեկը բայց եթե այսօր պիտի խնդրեմ ցեզ մե նկարագրեք Գյումրին Եթե ասեմ Գյումրի քաղաքը, ինչպես կնկարագրեք մեզի։ Ես կարծում եմ, որ Գյումրին Հայաստանի սիրտն է։ Ինքը կարելի ասել շատ ընդունված է անվանել հոգևոր մայրաքաղաք, ինքը յուրաքանչյուր այսպես յուրահատուկ կոլորիտով գեղեցիկ քաղաք է, յուրահատուկ հին հուշերով, որոնք որ հին կառույցներով, որոնք որ տեղափոխվել են, եկել են նաև Արևմտյան Հայաստանից Այդ հնությունը ինչ որտեղ պահպանվել է Գյումրիում եւ լավ կներ որ մենք կարողանանք զարգացնել առաջ տայինք այդ Գյումրիի կոլորիտին եւ շատ այս վերջի տարիները շատացել է Գյումրիի այցելուների քանակը ինչպես արտ երկրից այնպես էլ նույնիսկ Հայաստանի մեջից որը որ այնտեղ ենք մի 8 տարի առաջ այդ շարժը չկար էլի հիմա շատ հաճելի է շատ լավ է Այդ բոլոր դժվարությունները այլևս չկան։ Ձեզ նույնպես այցելել Գյումրի։ Մեծ սիրով ինչու՞ չէ, երբ Հայաստան ժամանեմ, ես եւ ամուսինս անպայման Գյումրի քաղաքը պիտի այցելենք։ Մենք սպասենք։ Անպայման հավանաբար ոչ այս ամառ հարաճիկա ամառ, եթե արիթը լավ պայման մենք փապակում ենք կոնե մեր Հայաստանի Շատ շնորհակալ եմ, սկացված եմ, շնորհակալություն դոկտոր Սմոյան։ Ձեր մանկության դարիները փնավ վերհիշելով ցավ կպատճառեց իր սրտում որովհետև դուք ասեցիք թե դժվարորեն առանց հոսանքի կամ առանց այլ տարբեր դժվարություններ կար ցավ կպատճառե կամ ուրախությամբ կհիշեք այդ դժվարությունները որովհետև Գյումրի քաղաքի մասին կխոսիկ Գիտեք ինչպես ասեմ ոչ թե ցավ կպատճառե կամ ուրախություն ես կասեի որ քաղցր հուշեր էին դրանք ինձ համար Շատ բաներ են կարել, չգիտեմ, ինչը որ երևի չեմ կարող այսպես բացատրել, որ շատերը չեն հասկանա, ինչ կնշանակի, ինչ որ մանկական, ոնց ես ասեմ, էլի օրինակ ոնց բացատրեմ ձեզ, մենք իջել ենք Շիրակ հյուրանոցի կարելի ասել բլված աստիճանների վրայով, երբ որ առաջի դասարանում ենք, ինքը իրականում շատ վտանգավոր էր, բայց մենք հաճույքով իջնում էինք, որ աստիճաններ չկար, սանդուղք չկար, հողապատ էր, ոչ մի բան չկար եւ փրկվելը, երբ որ սայտակ էր, գրեթե 0% շանսեր ունենք, բայց մենք շատ արագ բարձրանում ենք այդ 12 հարկա վերևից նայում ենք քաղաքին եւ իջնում ենք։ Դա մի քիչ սարսափելի էր, բայց միևնույն է քաղցր հուշեր էին առաջացնում ինձ մոտ եւ ես մի րոպե չեմ փոշմանում իմ անցած կյանքի համար։ Այս է բայկարող Գյումրիցին, այսպես պետք է լինեն բոլորնալ։ Որովհետև դուք քիչ առաջ հիշեցիք ձեր մայր եւ հայր այսինքն խոսեցաք ձեր ծնողքի մասին, թե որքանով հավանաբար իրենք ցեզի խորհուրդներ տված են, բայց դուք նախքան ինստիտուտ հաճախելը դոկտոր Սմոյան, ձեր ծնողքին արդահայտվում եք, թե սիրում եք այս ճյուղը։ Իհարկե, այո, ես այդ ձգտումը իմ մեջ կար բժիշկ դառնալու եւ ուրիշ մասնագիտություն ես մինչեւ հիմա էլ ինձ չեմ պատկերացնում ինչ կարելի էր դառնալ Այդքան կեղեցկացնում եք բոլորին, թե վստահնալ կողեն բոլորն ալ ցեզ մե որ քիչ ետքը Հուսով եմ որ կարողացնեմ բոլորի վստահությունը Քիչ ետքը պիտի խոսենք բոլոր նյութերի շուրջ դուք հաջողել եւ ավարտել եք Երևանի Պետական ինստիտուտը Դոկտոր Սմոյան կոնկրետ Պետական համալսարանը կներեք որ ընդհատում եմ Խնդրեմ կոնկրետ ինչ եք սովորել եւ քանի տարի
Սովորել եմ 6 տարի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, հետո 1 տարի գնացել եմ ինտերնատուրա, հետո 4 տարի արդեն ներ մասնագիտությամբ, պլաստիկ վիրաբույժի մասնագիտությամբ այդպես։ Լինում է 11 տարի գումարային։ 11 տարի, բայց արդյունքը շատ լավ է, արդյունաբեր գործ է։ Բայց ես ինչ որ իմացա ավարտելուց հետո դուք չի կարողացաք աշխատել ամենչապես, որովհետև պետք է բանակի ծառայության հետևեիք։ Այո։ Ինչ հիշում եք, ինչ մտաբերում եք այդ օրերից։ Դա նույնպես լավ հուշեր են ինձ մոտ արթնացնում, քանի որ ես ծառայել եմ Հայաստանի սահմանապահ զորքերում եւ ծառայել եմ Հայաստան-Իրանի սահմանում, այդ սահմանը հիմա արդեն Ղարաբաղի տարածքում է, մեր մոտ չի ցավոք, շատ քաղցր ձևի հիշում եմ մեր ճիշտ է նաեւ դժվարություններ կային, բայց միևնույն է լավ եմ հիշում ծառայությունս։ Մանավանդ երկրի համար է ծառայությունը ինչու՞ չէ ուրախությամբ։ Իհարկե, հա։ Այո։ Բանակի ծառայությունեն հետո իսկույն սկսել եք աշխատել։ Հիշում եք որն էր եղել առաջին վիրահատումը։ Իհարկե հիշում եմ, իրականում առաջի վիրահատությունը եղել է նույնիսկ ծառայությունից առաջ։ Ես մի քանի ամիս աշխատել եմ այն ժամանակ Գյուլբենկյան հիվանդանոցն էր, հետո նոր գնացել եմ ծառայության, իհարկե հիշում եմ առաջի պացիենտիս եմ հիշում, ինքը մեր բարեկամներից էր, այսպես ասած, տղա էր, ում որ մենք վիրահատել ենք քիթ, ռինոպլաստիկա, եւ ինքը գոհ է մինչեւ այժմ։ Ասում եմ, որ ամեն ինչ նորմալ է, ես շնորհակալ եմ ձեզնից դոկտոր ջան։ Այդպես, բնականաբար այն ժամանակ մի քիչ քնել էին, ուրիշ ամեն ինչ մաչելի էր, մի քիչ զեղչեցինք եւ այլն, բայց ամենայնտեպս ինքը մինչեւ հիմա գոհ է ինձանից։ Իսկ զգացումը ինչպես էր ձեր առաջին գործողություն, առաջին վիրահատություններ, ինչպես էր զգացումը, վախով էիք կամ ինքնավստահ էիք, գիտեիք թե ինչ պետք է անել հիվանդին։ Իրականում գիտեի թե ինչ պետք է անել հիվանդի հետ այդ վիրահատության ժամանակ, բնականաբար գիտեի, բայց առաջի վիրահատություններ եւ ես մենակ էի, ճիշտ ասած, ոչ ոք չկար, որ ինչ որ խորհուրդ հարցնեի, ինչ որ բան ասեի, դա եւ լավ էր եւ վատ էր, այսինքն վախեր նույնպես կային բնականաբար, դա կարծում եմ որ նորմալ է, եւ շատ այսպես հակասական էմոցիաներ էր, որ հանկարծ մի բան ինչ անես, չվնասես եւ այլն, սակայն մյուս կողմից էլ դա լավ առաջ խաղացման համար լավ առիթ էր, որ դու ես ու վերջ եւ դա շատ պարտավորեցնող է եւ իրականում դա ինձ ամբողջ կյանքում պետք է կավ հետակայում այդ զգացողությունը, երբ որ դու հասկանում ես, որ դու պիտի օգնես իրան ու հետ դարձի ճանապարհ չունես, ուրիշ ոչ ոք չունես, պիտի անես քո գործը եւ վերջ։ Ուսումնական շրջանին դոկտոր Սմոյան արդյոք փորձարական կամ փորձեր գունենայիք, որովհետև գիտենք թե քրեթե երբ գուսանի աշակերտը նամանավանդ ծեր ջուրի մասին խոսիմ, այդ փորձարական շրջանը գունենան նախքան ծեր առաջին պրոֆեսիոնալ ծևով կորզը սկսիլը կամ այդ վիրահատությունը կատարելը փորձարական շրջան մգար, որպես ինքնավստահորեն այդ կորձողության սենյակը դուք ներկա գտնվիք եւ ծեր կորձը կատարեք։ Բնականաբար այո, իհարկե ոչ թե փորձարարական շրջան, այդ արդինատուրայի սովորելու շրջանն է, երբ որ մենք ամեն օր տեստում մասնակցում ենք վիրահատությունների, կանգնում ենք որպես ասիստենտ, ամեն օր շատ վիրահատություններ ենք մասնակցում, բնականաբար եւ ես շնորհակալ եմ նաեւ իմ ուսուցչին Սահակյան Արտավազդ Բագրատվիչին, ում մոտ ես սովորել եմ, հետագայում նաեւ շարունակել եմ ուսուցումը, բայց հիմնակ խարը ես տեսել եմ իրա մոտ, այսպես ասեմ։ Այո։ Տեսնելով եւ սովորելով վստահ ամեն բան լավ կլինի։ Հա, իհարկե։ Այո։ Իսկ բավական լավ ծանոթանալ եք ցեզի, այժմ խոսենք տեղեկության պլաստիկ վիրահատությունների մասին, սկսելով քթի վիրահատությունի մասին, նամանավանդ ռինոպլաստիկան։ Եթե գուզենք ավելի լավ իմանալ կամ մեր ունգընտիրները եւ ակընտիրները այսօրվա հաղորդաշարի հետևողները գուզենք գիտնալ թե ինչ է ռինոպլաստիկան։ Ինչպես է կամ rhinoplasty surgery, որ գսենք rhinoplastika վիրահատությունը, ինչ է ճիշտ։ Այդ բոլոր տերմիններն ճիշտ են իրականում, ինքը նույն վիրահատությունն է, երբ որ մենք կառուցում ենք քիթը, այսինքն
ռինո քիթ եւ պլաստիկա կառուցել բառերից է բաղկացած, երբ որ մենք կառուցում ենք քիթը, սարքում ենք, այսինքն սկզբից այսպես ասած բացում եք քիթը, հա, կամ քանդում եք քիթը, այդպես տերմինով արտահայտվեմ, երբ որ ուղղում ենք քթի մեջի շնչառական խնդիրները, ուղղում ենք միջնապատը, ֆրիկցիներն ենք կարգավորում, որից հետո հետ ենք հավաքում քիթը, այսպես ասած, հա, կատարում ենք քթի օստեոտոմիաները, այսինքն կոտրում ենք քիթը, ուղղում ենք, սարքում ենք, ավելի էսթետիկ, ավելի ֆունկցիոնալ եւ գեղեցիկ քիթ, այսինքն ռինոպլաստիկայի ժամանակ մենք կատարում ենք քթի առաջին հերթին միջնապատի ուղղում, քթի առանցքի ուղղում, եթե կա առանցքի ուղղելի կարիք, սովորաբար նեղացնում ենք քթի մեջքը, քթի ծայրն ենք սարքում ավելի էսթետիկ համահունչ, բայց նայեք, էլ իրականում նաեւ լինում են տարբեր ձևի քթեր, տարբեր ռինոպլաստիկաներ, լինում են նաև երկրորդային վիրահատություններ, երբ որ մենք վերականգնում ենք ինչ-ինչ պատճառով առաջացած խնդիրները, դա նույնպես լինում է եւ անում ենք, փառք Աստծո։ Այո, Հնարավոր է նաև քթի վիրահատության մեկ այլ տարբերակ ռեկոնստրուկցիվ վիրահատությունը, երբ որ մենք ենթադրենք ուռուցքների ժամանակ կամ ինչ-ինչ խնդիրների ժամանակ, երբ որ ունենում ենք հյուսվածքների պակաս, այսինքն կամ հեռացնում ենք, կամ ունենում ենք շատ դժվար տրավմաների հետևանքով առաջացած խնդիրներ, դա կարող ենք վերականգնել այլ հյուսվածքներով, օրինակ ճակատից վերցրած հյուսվածքով լաթեր ենք դնում քթին, հարակից քթի շրջանից վերցնում ենք լաթեր, տեղադրում ենք քթի վրա եւ այսպես ասած սարքում ենք արդեն գոյություն չունեցող հյուսվածքները, դա նույնպես կատարվում է։ Քիչ հետ կտեսնենք նկարը, բայց ռինոպլաստիկան միայն այդ քթանցքների ցևափոխման կամ չափափոխման համար է։ Իհարկե դա նույնպես մտնում է, բայց ոչ, ռինոպլաստիկան ընդհանուր քթի ձևափոխման համար է, ընդհանուր քթի տեսքի փոխության համար է, եւ մենք հաշվի ենք առնում նաեւ դեմքի առանձնահատկությունները, հաշվի ենք առնում նաեւ հիվանդի ցանկությունը, ինչու՞ չէ, հաշվի ենք առնում ֆունկցիոնալ խնդիրները ու նոր կատարում ենք այդ ամբողջական քթի շտկումը, էլի, այսինքն դա քթի բոլոր հյուսվածքների վիրահատություն է, այսպես ասած, եւ դա միևնույն ժամանակ իրականում ռինոպլաստիկան ամենահեշտ եւ ամենադժվար վիրահատությունների շարքին է պատկանում։ Այո, իսկապես, կտեսնենք արդեն նկարը։ Հոս դոկտոր Սմոյան, ցեմքի համեմատ որոշում եք թե քթի չափը կամ ցևը ինչպես պետք է լինի։ Օրինակ, հոս կտեսնենք նկարը, արդյոք ցեմքի համեմատ է կամ այնինչ որ հիվանդը կբահանչի, սիրահոժար կգադարեք ձեր կորցը։ Եվ կատարում ենք եւ ոչ, այսպես ասեմ ձեզ, մենք սովորաբար կատարում ենք մինչեւ վիրահատել եք քթի մոդելավորում, այսինքն մինչեւ ռեալ վիրահատությունը կատարում ենք Photoshop-ով քթի ձևափոխում դիմացից եւ կողքից եւ հետո նոր պացիենտի հետ ենք բնականաբար դա կատարում, հետո նոր որոշում ենք այդ ընթացքում ինչ քիթ կստացվի, ինչպեսի քիթ կարելի է ստանալ, որը որ համահունչ լինի դեմքին, որը որ լավ սազի դեմքի, խոսա դեմքի հետ, հա, այսպես ասած, ու նոր արդեն անում ենք մեր վիրահատությունը, էլի, այսինքն մենք խոսում ենք պացիենտի հետ, բավականին շատ մանրամասն, այսինքն այդ ամեն ինչը մենք քննարկում ենք, հասնում ենք համաձայնության նոր ենք անում, էլի, ոչ թե ինչ որ ստացվեց, էլի։ Ով է ավելի բահանջումը, տղամարդիկ թե կանայք։ Եվ իրականում մի քիչ տարբեր է մոտեցումները եւ խնդիրները տղամարդկանց եւ կանանց դեպքում բնականաբար կանայք ավելի շատ խստապահանջ են գեղեցկության հանդեպ, տղամարդիկ ավելի խստապահանջ են ֆունկցիայի հանդեպ, բայց երկուսն էլ շատ կարեւոր է, էլի, այսինքն դրանք մեկը մյուսից առանձին չեն, այլ քթի վիրահատության դեպքում դա միասին կատարվող խնդիր է, լուծում է։ Սովորաբար տղամարդկանց դեպքում քիթը լինում է, երբ որ գալիս են արդեն պլաստիկայի ավելի վատ վիճակում, այսինքն ավելի շատ տրավմաներ ստացած, ավելի ծանր կոտրվածքների հետևանքով եւ տղամարդիկ են լինում իհարկե, բայց մեծ մասամբ մի քիչ ավելի բարդ դեպքերն են լինում։ Այո, իսկ տղամարդը սովորաբար կապրիզով չի առաջնորդվում, այսինքն առաջնորդվում է այն ժամանակ, երբ որ ընդհանրապես շնչելու հնարավորություն չկա, այսպես ասած, հա, եւ շատ ավելի բարդ իրավիճակ է եւ դիմում են, այո, իհարկե։
Վստահ նամանավանդ եթե երկիչներու բարակային ասպես մի քիչ ավելի դարբեր է հավանաբար երկիչ կամ երկչուհիներ ավելի որ միշտ կփապակին քեղեցիկ թեմ կունենալ քեղեցիկ քիթ ունենալ քեղեցիկ աչքեր ունենալ ճիշտ է թե քտի վերահատությունը դոկտոր Սմոյան ցայնի լարերու փոփոխություններ է դալիս Նայեք իրականում հերոստ էկրանի այսպես ասած ժողովրդիկ, այսինքն ովքեր որ գործ ունեն երկիչները, հայտնի մարդիկ, ովքեր որ շատ հաճախ ելույթ են ունենում հերոստացույցից կամ համակարգչից այն կողմ, այսպես ասեմ, հա, իրանք շատ խստապահանջ են, այսինքն մի հատ, չգիտեմ, միլիմետրերը պետք է շատ ուշադրություն դարձնենք, որպեսզի ցանկացած անկյունից ցանկացած կողմից լույսը ընկնում է իրանց վրա, դեմքի վրա, քթի վրա եւ շատ խստապահանջ են իրականում եւ դա ընդունելի է եւ հասկանալի է թե ինչու է այդպես նայեք ձայնադարերի վրա չի ազդում քթի վիրահատությունը, բայց ազդում է հնչյունի վրա, ձայնի վրա, քանի որ ձայնը ձևավորվում է առաջի հերթին ձայնադարերից, հետո ըմպանից, հետո քթըմպանից եւ քթով դուրս է գալիս ձայնի որոշակի մասը։ Այդ քթով դուրս գալու ժամանակ ձևավորվում է նաեւ ձայնը եւ հնչյունների որոշակի մասը։ Շատ ժամանակ հարկ է լինում այնպես կատարել վիրահատությունը, որ հիվանդը չունենա ռնգային հնչյուններ, նման ճիշտ ձևավորվի, որի համար շատ կարևոր է քթով լավ հոսք ապահովել, այսինքն եւ քթի հոսքը եւ ձայնի հոսքի այդ վիբրացիաները պետք է ճիշտ դուրս գան քթից։ Որքան ժամանակ կտևե, որովհետեւ ամեն մի բան նորմալ ցևի դառնա եւ կխոսիմ երկիչ կամ երկչույներու բարակային, որ իրենք քթի վերահատություններ կբահանջեն ցեսմե, որքան ժամանակ յետքե որ ամեն բան նորմալի կվերադառնա։ Նայեք, իրականում քթի վիրահատությունից հետո վերջնական տեսքը ձևավորվում է տարի ու կես, որոշ դեպքերում նաև 2 տարի հետո։ Բայց դեպի վոկալ հետ վերադարձը տեղի ունենում մոտավորապես 2 ամսից սկսած մինչև 8-րդ ամիսները, այսինքն այդքան ժամանակ է պահանջվում, որ քիթը լորձատաղանթը վերականգնվի, հոսքը վերականգնվի, կեղևները մաքրվեն, հա, այսինքն բավականին երկար process է իրականում։ Ու այդ հարցը նաև տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Մարդիկ ենք ունեցել, ովքեր որ նաև երկիչներ ունենք, որ բավականին շուտ 2 ամսից սկսել են երգել։ Բայց այդ 2 ամսվա ընթացքին վստահ թե իրենք պետք չէ ջիկտապեն կամ պետք չէ երգեն, պետք չէ բարձր խոսեն, որովհետև հավանաբար ճնշում են արյունահոսություն կպատճառի, այդպես է։ Իհարկե, երգելու ժամանակ մենք ունենում ենք ճնշման տատանումներ եւ կտրուկ տատանումներ էմոցիաների ժամանակ, երգելու ժամանակ մենք խորհուրդ չենք տալիս երգել կամ եթե երգում ենք, գոնե ոչ ամբողջ ձայնով, ոչ ամբողջ էմոցիայով էլ այսպես ասած։ Այդ մեկ իրենց անձնական որոշումն է։ Նկարը որ տեսանք դարձյալ պիտի տեսնենք, ինչ բացատրելիք ունի սույն նկարի մասին, ինչ կտեսնենք հոս, արդյոք ռինոպլաստիկա է, ինչ է, ինչպես է, որովհետև շատ քեղեցիկ քիթի ֆորմ է, շատ քեղեցիկ քիթ ունեցած է երիտասարդուհին։ Ինչ ունիք բացատրելիք այս նկարի մասին հաճիկ։ Մեր պացիենտը, այս պացիենտի մասին է կոկրել, ինքը մեզանից շատ գոհ է, շնորհակալ է, սիրուն քիթիկ ենք ստացել, իսկապես Եվ փոխել են քթի կուզը, քթի մեջքը, փոխել են քթի ծայրը, փոխել են քթի նեղությունը, այսինքն քթի մեջքը դարձրել ենք ավելի նեղ, քթի կուզն ենք վերացրել, ուղղել ենք նաև միջնապատը, խեցիները եւ քթի ծայրը դարձրել ենք ավելի էսթետիկ համահունչ։ Եվ այս որոշումը, որ մենք ստացել ենք, դա կատարել ենք պացիենտի հետ միաժամանակ, միասին։ Այսինքն, գիտեք, ինչպես ձեզ ասեմ, ոչ բոլորին է ընդհանրենք նույն քիթը համահունչ գեղեցիկ ոչ բոլորի դեմքին է նայվում եւ իհարկե հաշվի ենք առնում նաեւ պացիենտի ցանկությունը բնականաբար ասեմ ինչու որովհետեւ այս պացիենտը պետք է ապրի այդ քթով ամբողջ կյանքը կարելի ասել այսինքն հաշվի ենք առնում նաեւ բացի հնարավորությունից բացի տեսք դեմքի հետ սազելուց ինչ որ չափով հաշվի եմ ես կոնկրետ հաշվի եմ առնում նաեւ իմ պացիենտի ցանկությունը այսինքն եթե ինքը մի քիչ կորքիթ է ուզում այդպես ենք անում, եթե մի քիչ ուղիղ այդպես, այսինքն քթի անկյունը, շրթունքի հետ, քթի անկյունը ճակատի հետ մենք որոշում ենք միասին։ Անպայման, եթե
Հիվանդը փապակում է մի ցև կամ դարբեր ցև ինք օրինակ գրեթե գասեն թե ես կուզեմ այսինչ երկչուհին կամ այսինչ տերասանուհին նմանել կամ նույն քթի ցև ունենալ եւ դուք վստահ եք դոկտոր Սմոյեն թե այդ մեկը իր թեմքից փնավ հարմար պիտի չի լինի կհամոզեք կամ հիվանդը այնինչ որ գբահանչե դուք կկործադրեք եւ ձեր գործը կկատարեք լիուլի Բացատրեմ, նայեք, իրականում ես չեմ աշխատում շատ պացիենտի ցանկության հետևից գնալ, նաև երբ որ զգում եմ, որ ինքը խելացի ցանկություն չի արտահայտում, այսինքն ուզում է այնպիսի բան, որը որ կփչացնի իր դեմքը կամ չի նայու, չի սազի, ես փորձում եմ համոզել, բացատրել, որ չի լինի, մեծ մասամբ իմ պացիենտները ընդունում են իմ ասածը, ասում են, որ լավ, դոկտոր ջան, ոնց դուք ճիշտ գտնում եք, այդպես էլ արեք եւ այդ դեպքում ամենագոհ արդյունքներն ենք մենք ստանում, բայց լինում են դեպքեր, այս վերջերս էլ հենց հիմա այսօր երեկ մի հատ պացիենտ ունենք, ում որ մենք վիրահատել էինք քիթը եւ ինքը խնդրում էր, ասում էր դոկտոր, շատ վերև արա, էլ այսպես Ես ասացի կուզենք, բայց իրոք ուզում եք, չգիտեմ, շատ երկար ժամանակ խոսեցինք իր հետ, քննարկեցինք, մի հայչիկ մի կես ժամից մի ժամ քննարկել ենք։ Էլ ես բացատրի, որ գուցե չի սազի, չի ստացվի։ Ինքը ասաց, չէ, դոկտոր, ձեր գործը չի, դուք սարքեք։ Ինչի՞ եղավ, էլի ես այդ եմ ուզելու։ Իրականում սարքեցինք, հետո ստացվավ այնպես, որ ինքը այդ պահին գոհ է, բայց մի տարի հետո փոշմանեց, ասեց, չէ, դոկտոր ջան, ոնց որ թե շատ վերև ենք անել, կարող ենք մի քիչ ներքև իջացնել, իհարկե արդեն ըստ ցուցման մենք կատարեցինք իր ցանկությունը, բայց այդպես է լինում, իհարկե սա զարգացող ճյուղ է եւ միշտ չէ որ ամեն ինչ կյանքի նման է պլաստիկ քիրուրգիան, այսինքն միշտ չէ որ ամեն ինչ հոյակապ ձևի է լինում։ Պարկաստիոն մենք աշխատում ենք ամեն դեպքում ցանկացած երկի դեպքում գտնել խելացի լուծումներ, ցանկացած իրավիճակում կողմնորոշվել եւ հասկանալ ինչն է արդյունավետ։ Նամանավանդ ամփորձ հիվանդները պետք է միշտ վիրապուժի լավ մտիկ ունեն իրենց խորհուրդը խրատները լավ լսեն որովհետեւ այսպիսի հարցերու արժեվ չգտնվի երկրորդ նկարը պիտի տեսնենք ինչ բացատրություն ունիք այս նկարի մասին անինչ որ ես նշмарեցի ոչ միայն ոսկոր այլ կտանցքների ցեվափոխում ալ գարձեք այս նկարի մեջ ինչ ունիք բացատրելիք հաճիկ այստեղ նույնպես պացիենտը ցանկացել է ունենալ ուղիղ քիթ, հա, այսինքն կողքի պրոֆիլից, ինչը մենք ստացել ենք, ցանկացել է ունենալ ներ մեջ, քթի մեջ, նկատում եմ, որը մենք նույնպես ստացել ենք եւ ավելի համահունչ քթի ծայր։ Այդ ամեն ինչը մենք կատարել ենք եւ ստացել ենք բավականին բնական արդյունք եւ այս հետ վիրահատական արդյունքը ինքը շատ բնական է եղել եւ եթե մարդիկ չիմանան որ վիրահատածը չեն էլ հասկանա, էլի շատ-շատերը չեն էլ գուշակում որ սա վիրահատված քիթ է եւ դա նույնպես համարում եմ լավ արդյունք, համարում եմ ինչ որտեղ նաև ձեռբերում։ Երբ արդյունքը անշուշտ 100%-ով լավ է, ուրեմն որքան հաջող կորձողությունը կամ որքան հաջող վիրապուժ մնաց եզի նման թե այսքան շատ բնական է։ Ես երբ այս նկարը տեսա, ամենչապես ուզեցի հաղորդաշարեն այս նկարը ցույց տանք, որպեսզի իմանան թե ինչի մասին գխոսենք եւ շատ բնական քթի մասին է որ գխոսենք։ Դոկտոր Դավիթ Սմոյան քրեթե գասեն թե ովևէ մեկ անց պետք է նախ լավ աճի մարմնով, թեմքով, ովևէ մեկ ցևով, ապա պետք է քթի վիրահատությունի մասին մտածե։ Որ դարիքում պետք է անել այդ քթի վիրահատությունը, արդյոք ինչպես որ գասեն 18 տարեկանից ալավելի կամ խոսակցությունը այդ մեկը միան։ Իրականում նայեք, այստեղ երկու խնդիր կա, ինքը դեմքի աճի հետ կապված խնդիրն է առաջինը, ամենակարևորը, երբ որ մենք զգում ենք, որ հասակ արդեն աճը դադարել է, մենք հասկանում ենք, որ կարելի է վիրահատել զուտ անատոմիորեն, իսկ ինչպես ենք մենք դա հասկանում, կատարում ենք դաստակի ռենտգեն, այսինքն ձեռքը մի հատ նկարում ենք եւ տեսնում ենք, թե ոսկրային աճը դադարել է Այսինքն կարելի է վիրահատել տարիքի հետ կապված։ Մյուս խնդիրը հոգեբանական խնդիրն է, թե ինչքանով է մեր պացիենտը գիտակցում, հասկանում, ինչքանով է իր ցանկությունը հասում։ Այսինքն ձեզ գիտեք ինչպես ասեմ, մարդ կա, որ ենթադրենք 20 տարեկանում
լավ չի պատկերացնում, թե ինչ քիթ կուզենա, ինչ կարելի է ստանալ, ինչ այո, պատկերացում կար։ Իսկ մարդկա, որ 16 տարեկանում հստակ ասում է, թե ինքը ինչ է ուզում։ Դա շատ կարևոր է, այսինքն այդ հարցերին մենք պատասխան ենք տալիս առաջինը ռենտգեն հետազոտությամբ, երկրորդը արդեն խորհրդատվության ժամանակ, երբ որ իրանք գալիս են, մենք խոսում ենք հետները, հարցեր ենք տալիս, շփվում ենք ու հասկանում ենք, թե մենք կարող ենք իրան վիրահատել, թե ոչ։ Այն է, որ դուք հիշեցիք նախքան վիրահատությունը կատարելը, հիվանդը ձեր մոտ կուկա եւ դուք գսիկ այդ Photoshop-ով կամ այլ տարբեր ցույց կտաք թե ինչպես պիտի լա, այսինքն նախորոք ձեր հետ այցելություն մգունենան, ձեր հետ կնստին եւ պետք եղած բացատրությունները դուք կփոխանցեք, որովհետեւ հիվանդն իմանա թե ինչի արժեվ է կամ ինչպես, արդյունքն ալ կտեսնի թե ինչպես պիտի լա։ Photoshop-ով Ինչքանով է իր ցանկությունը արդարացված, այսինքն որոշ դեպքերում մենք խորհրդատվության ժամանակ հասկանում ենք, որ պետք չի վիրահատել կամ մերժում ենք, ասում ենք, որ գիտեք ինչ կա ավելի լավ է, մի քիչ էլ մտածեք, մի քիչ էլ հասկացեք ինչ եք ուզում նոր ու նոր որոշում ենք կայացնում, էլի։ Այո։ Այժմ դարբեր թեմայի մասին պիտի խոսենք, գոպերի եւ թեմքի բարձրացման մասին։ Այսօր գիտենք թե ովևէ մեկ կնգա կամ գանայքի երբ հարցնում ենք գեղեցկության մասին, նրանք մեզ միշտ պատասխանում են թե ուզում ենք երիտասարդ լինել, մենք միշտ երիտասարդ պիտի լինենք եւ ոչ այսպես դարիքով ավելի մեծ։ Որ մեկ դարիքից արդյոք պետք է թեմքի նախոսինք թեմքի բարձրացման վիրահատությունը անել։ Այսինքն ովևէ մի տարիք կա 30, 40, 50, 60 երբ է տարիքը եւ ինչու այդ տարիքը։ Okay, դա նույնպես ինդիվիդուալ է, այսինքն մարդ կա ով որ ենթադրենք տարբեր պատճառներով ունի ավելի ծերացած դեմք, քան իր տարիքն է, այդ դեպքում կարելի է վիրահատել։ Սովորաբար միջինում դա 50 եւ ավելի տարիքի դեպքում է խորհուրդ տրվում կատարել դեմքի ձգում վիրահատությունը, բայց որոշ դեպքերում կարելի է նաեւ մի քիչ ավելի երիտասարդ տարիքում անել, այսինքն 40-45-ից հետո, բայց կրկնեմ դա մի քիչ անհատական է, այսինքն ոչ եւ բացի այդ անհատականը, ելի նույնպես շատ կարեւոր է պացիենտի հետ մանրամասն խոսալ, քննարկելը, թե ինչ արդյունք կարելի է ստանալ, ինչքանով է ռեալ, ինչքանով է իր ցանկությունը արդարացված, հա, այսինքն ընդհանրենք մինչև 40-ը ես լրիվ դեմքի ձգում խորհուրդ չեմ տա կատարել, ուրիշ բան որ կարելի է այդ տարիքում կատարել դեմքի մասնակի ձգումները, այսինքն ստորին երրորդականի ձգումը, վերին երրորդականի ձգումը, այդպես ասեմ ձեզ, էլի, բայց լրիվ full face deep plane-ը խորհուրդ չեմ տա կատարել։ Դիգի մգա հարցումը ինձ ուղարկած էր Պապակեցա թե ինքզանքե հեսավ, եթե այս հարցումը կարող է Ստեյսի փոխանցել դոկտոր Սմոյանին, ինք 75-ին 80 տարեկանի միջև դիգիմ մնե, ասեց թե այդ ցանկությունը ունի թեմքի բարձրացման, եթե այդ մեկը պիտի անե, անպայման գուզե Հայաստանից, հավանաբար ձեր մոտ չգիտեմ, ինձ ասեց թե եթե 75-ին 80 տարեկանի կանայք կարող են թեմքի բարձրացման գործողություններու թիմանալ եւ այդ տարիքից դուք կարող եք իրենց այդ գործողությունները անել։ Այս դեպքում նայեք, իրականում ոչ թե տարիքն է խնդիրը, հա, այսինքն տարիքը բոլորովին խնդիր չի եւ նույնիսկ ավելի լավ, եթե այդ տարիքում մենք լավ էֆեկտ կստանանք, լավ արդյունք կստանանք։ Հարցը այստեղ ոչ թե տարիքն է, այլ հարցը ուղեկցող առողջական խնդիրներն են։ Թե ինչ մենք խնդիրներ ունենք արդյոք շաքարային դիաբետ, մեր պացիենտը ծխող է թե ոչ, ունի արդյոք ինքը տարած ենթադրենք չգիտեմ, սրտի խնդիրներ կամ ինսուլտ եւ այլն, այսինքն մեզ ոչ թե հետաքրքրում է հենց կոնկրետ տարիքը բոլորովին հակացություն չի եւ սովորաբար իհարկե դեմքի ձգումը կատարում ենք ինչքան տարիքը ավելանում է, այնքան ավելի ձգման ցուցումները ավելանում են, հա, այսպես ասած, բնականաբար։ Այո։ Եվ մենք տարիքում ենք ունեցել պացիենտներ, երբ որ կատարել ենք դեմքի ձգում եւ միաժամանակ ունեցել ենք պացիենտներ, ում կատարել ենք նաեւ այլ միջամտություններ, օրինակ կոպերի վիրահատությունը, կատարել ենք նաեւ զուգահեռ քթի պլաստիկա դեմքի ձգման հետ միաժամանակ եւ դա խոչընդոտ չի հանդիսացել, բարգաստծո բարեբախտաբար եւ հենց կոնկրետ դա չի, ավելի շատ կարեւոր է հետազոտելը, թե ինչ
այլ հավելյալ խնդիրներ ունի, էլի։ Այո, շատ կարևոր է այդ մեկը նախքան այդ քայլը առնելը պետք է ինք վստահ լայ թե առողջապահական ովևէ մեկ հարցեր ունի։ Դուք ասեցիք թե 30 տարիքի միշտ կամ 50-ին յետք է որ այս մեկը կկատարեք։ Նույն արդյունքը կստանան եթե 50 տարեկանի դիգիմ կամ օրիորդ կամ ովևէ մեկ կտարբեր կանայքի մասին խոսենք, նույն արդյունքը կստանան թեմքի բարձրացման մասին կխոսենք, եթե 70 կամ 80 կամ 60 բոլոր տարիքների համար տարբեր արդյունքներ է դվում կամ նույնն է կորձողությունը ատվիրահատությունը նույն արդյունքն է դվում։ Ոչ, իրականում իհարկե արդյունքները տարբեր են, այսինքն եթե կատարենք վիրահատություն ենթադրենք 60 տարեկանի կամ 55 տարեկանի մոտ, բնականաբար ավելի երիտասարդ արդյունք կունենանք, հա, ավելի լավը կլինի արդյունքը, այսինքն մենք կունենանք մոտավորապես ձեզ այսպես ասեմ, էլի կոպիտ հաշվարկով, դա կլինի մոտավորապես 8-ից 10 տարի հետ կգնա իր տարիքը եւ այդքան էլ կմնա, հա, այսինքն այդպիսի հաշվարկով ենք անում։ Նո, այդպես է ստացվում կոպիտ հաշվարկով, բայց ցանկացած դեպքում, երբ որ շանս կա ունենալ ավելի երիտասարդ դեմք, ավելի երիտասարդ արտաքին, բնականաբար դա արդեն շատ հաճելի է, շատ գողացնող է, շատ նաև երիտասարդացնող է, մարդը ինքնըստինքյան իրեն ավելի երիտասարդ է զգում, ավելի չի ծանրացնում իր վիճակը, հակառակը թեթևացնում է, ավելի թեթև է ապրում իր կյանքը բնականաբար եւ իրեն դասում է ավելի երիտասարդների շարքին, ունենում է ավելի երիտասարդ ընկերների միջավայր շրջապատ, բնականաբար դա արդեն կյանքի համար ստիմուլ է իհարկե նաև երկար ապրելու համար բնականաբար փոխվում է նաև մարդու հոգեբանությունը, մարդը դառնում է ավելի հոգով էլ երիտասարդ, էլի, ինչպես ձեզ ասեմ, նույնիսկ 80 տարեկանում էլ մենք ունեցել ենք պացիենտներ, երբ որ վիրահատել ենք մեծ տարիքում եւ մի քանի տարի անց, երբ որ ես իրան տեսել եմ, ինքը եղել է ավելի առույգ, ավելի կյանքով լեցուն, քան ինքը եկել էր մինչև այդ վիրահատության, էլի, շատ հետաքրքիր բան է ստացվում, էլի։ Այո, իսկ գիտեմ թե դուք ասեցիք 7 կամ 8 տարի ավելի երիտասարդ կլինի անձը, բայց արդյունքի դեպողությունը թեմքի բարձրացման քանի տարի այդպես, քանի տարի այդ արդյունքը գտեվե որբեսի երկրորդ գործողության մտածե անձը, նորեն տարիքի համեմատ է։ Նայեք, դա կախված է մարդու ցանկությունից, հա։ Սովորաբար շատ հաճախ հող չենք տալիս կատարել դեմքի ձգում, որտեղ իմաստ չունի, այսինքն բավականին երկար պահպանվում է այդ արդյունքը։ Սովորը ամենահաճախը, որ կատարվում է, դա երևի 5 տարին մեկ, այսինքն անում ենք, հետո դրանից հետո 5 տարուց շուտ խորհուրդ չենք տալիս անել։ Բայց դա եւս դոգմա չէ, այսինքն դա կախված է մարդու ցանկությունից, թե ինչքան է ինքը ծանր տանում իր դեմքի փոփոխությունները, էլի։ Եվ նույն ժամանակ մորթի տեսակ են, այդպես է գրեթե գասեն թե բնականաբար այո, իհարկե մորթ է, ամոր սպիդակ մորթ ունի, ուրեմն գրեթե գասեն թե կնճիրները ավելի շուտ կերևի կամ հավանաբար դեպողությունը ավելի քիչ է, ճիշտ է երբ այդպես կլսենք գասեն։ Իրականում դա հենց կոնկրետ մաշկի գույնը կապ չունի, ավելի շատ կապ ունի վնասակար սովորությունները, թե ինքը արդյոք ծխում է թե չէ, ալկոհոլ օգտագործում է թե չէ, արևի տակ գտնվելը ավելի շատ կարևոր է, բնականաբար իհարկե շատ կարևոր է նաև գենետիկան, թե ինքը ինչքան է հակված ծերացման, այսինքն տարբեր մարդիկ տարբեր աստիճանով են ծերանում, եթե դնենք իրանց նույն պայմանների մեջ, էլի։ Համամիտ եմ, գենետիկ է, որովհետև ես իմ մորմես ունիմ այս թեմքս, ովևէ մեկ պլաստիկա վիրահատություններով հետևած չեմ մինչև այսօր, հավանաբար։ Շատ լավ տեսք ունեք, շատ լավ պահպանվել եք, իհարկե։ Այո, վստահ միշտ հոգ տանելով, պետք է մենք երիտասարդ մնանք, ինչպես թե ասեցինք, մենք բնավ պիտի չմեծանանք, պիտի չի ձերանանք, մենք պիտի մնանք երիտասարդ, այդպես է։ Երիտասարդ մնանք, իհարկե, գոնե հոգով։ Իսկ քանի անգամ թեմքի վիրահատում կարելի է անել դոկտոր Սմոյան։ Իրականում սահմանափակում չկա դեմքի վիրահատության համար, բայց շատ հաճախ նույնպես ցանկալի չի անել, այսինքն այդ այն վիրահատությունը չի, որ կարելի է իր կապրիզով անել, ցանկությամբ անել, այսինքն այդ այն վիրահատությունը, որ պետք է հաշվենք արդյոք իմաստ ունի կատարել թե չէ, արդյոք կստանանք մենք այդ արդյունքը թե չէ, եւ շատ հաճախ նույնպես խորհուրդ չեն տա կատարել։
Ինչու արդյոք։ Ինչ պատճառով։ Ինչ պատճառով, որտեղ ցանկացած վիրահատությունից հետո մնում են հետ վիրահատական սպիական այդ ստորի հյուսվածքներում փոփոխություններ եւ ռիսկերը ավելանում են, որ հաջորդ անգամ վիրահատվելուց արդյոք կունենաք լավ արդյունք թե չէ, արդյոք կունենաք մաշկի սնուցման խանգարում թե չէ, արդյոք սպին գեղեցիկ կլինի թե չէ, դա նույնպես խնդիրներ, հարցեր են, որ պետք է մտածել։ Անշուշտ անպայման նամանավանդ այսպես կայլ մճարած պետք է շատ լավ խոր մտածելը։ Ընդհանուր անեստեզիայով դուք կգադարեք վիրահատությունները, խոսենք թեմքի համար, թեմքի բարձրացման համար։ Նայեք, եթե կատարում ենք լրիվ դեմքի ձգումը ամբողջական, բնականաբար այո, այս դեպքում պարտադիր է ընդհանուր անզգայացումը, այսինքն նարկոզը պարտադիր է, իսկ եթե մենք կատարում ենք մասնակի ձգման տարբերակները, այսինքն վերին երրորդականին է առանձին, ստորին երրորդականին է առանձին կամ թեկուզ մինի ֆեյսլիֆտի դեպքում այդ ժամանակ պարտադիր չի ընդհանուր անզգայացումը, բայց ըստ ինձ ցանկալի է, այսինքն նարկոզով կատարելու ժամանակ ավելի հեշտ է եւ պացիենտին եւ բժիշկին բնականաբար։ Հետաքրքրված եմ բարմը հիշեցիք mini facelift, դարբերությունը ինչ է full facelift-ի ընդհանուր թեմքի կամ mini facelift-ի, որ mini-ն է, պստիկն է կամ ինչ է։ Դարբերությունը ինչ են։ Իրականում տարբերությունը վիրահատության ծավալի մեջ է, mini facelift-ի ժամանակ հնարավոր է կատարել առանձին ենթադրենք վերին երրորդականի ձգում, հոնքերի ձգում է այս տարբերակը կամ կարելի է կատարել ստորին երրորդականի այս անկյունի ձգումը, երբ որ կատարվածքը չի անցնում ամբողջ երկայնքով, այլ անցնում է մասնակի կամ կատարվում է facelift, բայց փոքր ծավալ է, այսինքն չենք հասնում խորանից շերտերը եւ պարզապես մի քիչ շտկում ենք, հա, այսինքն այդ կոչվում mini facelift։ Իսկ երբ որ մենք կատարում ենք արդեն լրիվ full facelift-ը, այդ նշանակում է բնականաբար երկու կողմանի ենք անելու եւ կատարում ենք վերին, միջին եւ ստորին երրորդականների ձգում։ Այս ժամանակ մենք կատարում ենք եւ մաշկի ձգում, եւ մաշկի ստորադիր հյուսվածքների ձգում, բարձրացումը։ Սա նույնպես իր հերթին լինում է space lifting-ի եւ mass lifting-ի տարբերակով, այսինքն երբ որ մենք այդ արդեն կախված թե բժշկի հմտություններից, կախված անատոմիական առանձնահատկություններից, թե ինչ պետք է կատարել, այդ արդեն բժիշկն է ընտրում, թե ինչ եղանակով պետք է կատարի այդ ձգումը։ Նորեն 50 տարեկաններից կա mini facelift-ը, որ կկատարել նամանավանդ։ Mini facelift-ը կարելի է մինչև 50 տարեկանը կատարել, ու կոպիտ հաշվարկով էլի իհարկե։ Իսկ լրիվ facelift-ը 50+ էլի արդեն։ Այո, երբ mini facelift կսենք գրնալալ միան այդերու բարձրացում, այդպես, այսինքն այդերը։ Այո, միայն այդերին է, միայն ստորին ծնոտի էս անկյունը կամ միայն վերին երրորդականի բարձրացումը, իհարկե, եւ սպին քիչ է այդ ժամանակ, այսինքն կատարվածքը քիչ է, վիրահատության տևողությունը քիչ է համեմատաբար։ Լավ, այս վիրահատություններու արդյունքը վստահ գարեր կան։ Գարերը ուր կպահվի, երբ պիտի կարվի, այդ լա mini facelift-ը կամ full facelift-ը, երբ այսպես պիտի քաշվի ավելի մորտը, գարերը ուր կպահվին, ուր են։ Բնականաբար մենք հնարավորինս աշխատում ենք քողարկել կարերը, սպիերը, որպեսզի չերևա, այսինքն որոշ դեպքերում կատարում ենք այս մազերի մեջով կամ այս ճակատի մոտ, կատարում ենք նաև ականջի հետին շրջանով, այսինքն այս ականջի առաջի մասկերեսով չենք կտրում։ Աշխատում ենք կտրվածքը անել բլթակի հետևի մասից, որ չերևա, այս բլթակի առաջի մասից ու ականջի հետևի շրջանում, որպեսզի հնարավորինս քողարկվեն մեր սպիերը, այսինքն մաքսիմալ չերևան, էլի, հնարավորինս եւ բնականաբար աշխատում ենք ինչքան հնարավոր է գեղեցիկ կար ունենալ, գեղեցիկ կարել, գեղեցիկ սպի ունենալ, բայց միայն բժշկի աշխատանքը այստեղ բավարար չի, հարկավոր է նաեւ որ օրգանիզմը ունենա լավ սպի առաջացման հակում, այսինքն օրգանիզմը նույնպես պետք է շնորհակալ լինի բժշկի աշխատանքի դիմաց։ Կարելի համար դուք բացատրեցիք մի քանի դեղերականչի հետև կամ մազի մեջ կամ այլ տարբեր, ինչպես կորոշվի, երբ կորոշվի թե պետք է մազի մեջ լա, վերը կամ ականջի հետևը, ականջի վարը, ինչպես եւ ինչու կորոշվի տարբեր դեղեր պետք է լա։ Եթե նայեք, եթե ինքը լրիվ facelift-ing է, այսինքն անցնելու է ամեն դեպքում առաջից, այս ականջի հետևով, այսպես ու գնալու է դեպի հետև։ Իսկ եթե մենք կատարում ենք mini facelift, արդեն կամ
ականջի միայն հետևի հատվածը կամ էս վերևի հատվածը այդպես։ Ուրեմն գաբ ունի եթե մինի կամ full, այսինքն full Այո, facelift կամ mini իհարկե։ facelift է։ Շատ հստակ է։ Միևնույն ժամանակ գոբերի բարձրացում գանեք կամ միայն նախթեմքը, ապա գոբերի բարձրացումը տարբեր օրեր, տարբեր ժամեր կամ նույն ժամանակ, նույն վիրահատության ընթացքում դուք կատարել եք երկուքը։ Այս սովորաբար եթե մենք պլանավորում ենք արդեն կատարել facelift, ըստ այդ ժամանակ իմաստ չունի կատարել մի հատ առանձին կոպերը հետո նոր facelift, որտեղ ստացվում է որ պացիենտը վիրահատվում է երկու անգամ, ես դա խորհուրդ չեմ տալիս, իմաստ չեմ գտնում դրա մեջ։ Բայց երբ որ պացիենտը ասում է որ գիտեք ինչ կա, բժիշկ ջան, ես հələ չեմ կողմնորոշվում, լավ կլինի որ սկզբից անենք կոպերը, հետո ես մի քիչ վստահություն ձեռք բերեմ վիրահատության նկատմամբ եւ այլն, հետո նոր կատարենք facelift, այդ ժամանակ մենք կատարում ենք առանձին։ Իսկ գոբերի բարձրացումը միայն աչքի գեղեցկության համար է կամ տեսողության հալ արգելք է։ Իրականում երբ որ մենք ունենք արդեն շատ կախված կոպեր, այս ժամանակ այո ունեցել ենք դեպքեր, երբ որ տարիքի հետ կապված կոպերը բավականին իջեցպես նույնիսկ փակել են տեսողության տեսադաշտը, այսինքն խոչընդոտել են տեսքը, տեսնելուն, այդ ժամանակ մենք կատարում ենք ֆունկցիոնալ բլեֆարոպլաստիկա եւ նաեւ էսթետիկ, բայց մեծ մասամբ չի հասնում խնդիրը այդտեղ որ շատ խոչընդոտի, բայց շատ թե քիչ մի քիչ կախված կոպերը արդեն ծանրության զգացողություն են առաջացնում աչքերին, տեսողությանն են խանգարում, մի քիչ դիսկոմֆորտ լինում է ամեն դեպքում։ Այո, նամանավան դարիքի պերմամբ ալավիլ կոպերը այսպես, այո, շիտակ է։ Այն ինչ որ ավելորդ մաս է գդրելով, աբագարելով գեղեցկացնում եք թոք դոկտոր Սմոյան, բայց որտեղ են մնում սպիները գոբերի բարակային թարցել ագանչի ետև կամ ինչպես է։ Կոպերի դեպքում սպիերը մնում են այս վերին կոպերի դեպքում վերին կոպի ծալքի մեջ, այսինքն ինքը նույնպես քողարկված է, ստորին կոպերի դեպքում մնում է կամ այս ստորին կոպի ստորին եզրով, որը որ նույնպես քողարկված է կամ որոշ դեպքերում ստորին կոպերը մենք անում ենք նաև տրանսկոնյուկտիվալ, այսինքն աչքի մեջից ենք կատարում այդ կտրվածքը եւ դա նույնպես հնարավոր է։ Աչքի մեջ, ասեցիք։ Աչքի կոպի ներսին մակերեսից նույնպես կատարում ենք, այո։ Որոշ դեպքերում, ըստ ցուցման։ Այո, այսինչ նորություններ իմանում ենք այսօր, ես իմիջայլոց պիտի ասեմ մեր հարգելի ունգընտիրներուն արդեն WhatsApp-ի համարը կդեսնեք, հաջիկ կրեցեք թե ով գուզե մասնակցիլ, որբեսի խոսակցության ընթացքում եւ աշխատությունս կրավե թե ով գուզե զանգել, գիտեմ թե Անի Ադիլյանը գա, Սիլվա Կիլաղբյանը գա, եթե ովևէ մեկ անցերունիկ բոլորը միասնապար պիտի խնդրեի հաջիկ միան երկու հարցում ուղեք ոչ ավելի, որովհետեւ թեր շատ ունիմ թեմաներ խոսելիք դոկտոր Դավիթ Սմոյանի հետ, անշուշտ թաթարմալ պիտի առնենք երկուքնիս համար թաթարմը գլա, աբա գշարունակենք եւ թեր ունինք նամակներ, քրողներ շատ հարցումներ ալունին, բայց զանգելով ավելի լավ գարդահայտվի հարկելիներս համարսագորեն զանգեցեք, եթե չեք ուզեր ծեր անունը դալ գա հասկանանք, բայց ծեր հարցումները փոխանցեք, վստահ եմ թե դոկտոր Սմոյանը սիրահուշար կպատասխանի։ Որքան դեվում է գոբերի բարձրացման գործողությունը։ Նեք, ամեն կոպը տևում է մոտ կես ժամ, այսինքն եթե մենք անում ենք երկու վերին եւ ստորին կոպերը, դա կլինի մոտավորապես 2 ժամ։ Այդքան, շատ բարձ, իսկ դևողությունը արդյունքին որքան է։ Սկզբնական շրջանում կլինեն այտուցներ, այտուցված կլինի բավականին, մոտավորապես սկզբնական ծանր շրջանը դա 10-14 օրն է, հա, առաջին, երբ որ լինում են բավականին այտուցներ եւ պացիենտները հիմնականում դրանից էլ նեղվում են, ասում են, որ ամեն ինչ լավ է, ցավեր չունենք, բայց տեսքը մի քիչ լավ է չի։ Բնականաբար խորհուրդ ենք տալիս քսուկներ օգտագործել, սառը թռչոցներ, հակասեպտիկների լուծույթներով կամ հակաբիոտիկների լուծույթներով եւ վերջնական արդյունքը տևում է մոտ 8-ից 10 ամիս կոպերի վիրահատության դեպքում։ 8-ին 10 ամիս միայն։ Ինչու, որովհետեւ սպիացումը մենակ տևում է արդեն 6 ամիս կոպի սպիացումը։ Այդ վրայի սպիների նաեւ մենք գործ ունենք հետագա մեջի սպիացման հետ մոտավորապես այդքան։
Լավ, այսքանով ասնյութի շուրջ բավարարվենք նախքան խոսենք այլ տարբեր նյութերու շուրջ, ունենք թեր բոտաքսը, ունենք թեր ֆիլերը, ունենք թեր գրսկի մասին խոսելիք տարբեր պլաստիկա վիրահատություններու մասին հարկելիներ։ Եկեք թաթարով բոլորս լսենք Ահարոն Ալչանքյանի մեկնաբանությամբ Ջան Հայաստանի երգը ավագը շարունակենք։ Ամենչավես կվերաթարնանք։ Yep. Everybody knows Anthem of Vibe. Hands in the air. We're just a fly. Քիչ հետ կհարցնեմ, եթե դոկտոր Երաշտյանը հետևի կամ ոչ, եթե գսիրե կամ ոչ։ Let's go, let's go. Իմ սիրելի Գյումրի քաղաք Դրախտի բուչ Հայաստան անուշ երկերով սիրում Հայաստան Հարկելներ գտեսնեմ թե երկոքի նամակներ կրածեք Հասմիկ եւ Աննա Եթե զանգեք եւ հարցնեք ավելի լավ գլա որովհետեւ քրությամբ քիչ մտժվար բիդելա ինձի հետևիմ հարյուրավոր նամակներին Սիրում Հայաստան Խանդավառված է դոկտոր Սամոյանն ալ Դրախտի բուչ Հայաստան անուշ երկերով սիրում Հայաստան Վարդագույն իմ Հայաստան Արևոտ իմ Հայաստան Դրախտի բուչ Հայաստան անուշ երկերով սիրում Հայաստան Տրախտային վայրեր ունեցող Հայաստան Ահարոն Ալչանքյանի մեկնաբանությամբ լսեցինք, որ արդեն ամիսներ առաջ հաղորդաշարի հյուրնալ եղած էր ինք։ Դոկտոր Սամոյան, արդյոք երգերու երաժշտության հետևիկ կսիրեք։ Այո, իհարկե, շատ եւ վիրահատության ընթացքում գրեթե միշտ կա երաժշտություն։ Իմ վիրահատարանում
հատուկ բան եմ դրել, որը որ երկում է։ Ձեր գետրոնացումը այսպես դարբերգում չի շեղիր, երբ թե երկա Ոչ, երաժշտություն կա եւ նույն ժամանակ վերահատություն կկատարեք։ Չի շեղիր ձեր Ոչ, գետրոնացումը։ բոլորովին չի շեղում, ոչ։ Պրոֆեսիոնալ մարդիկ այդպես են, հա։ Հիմա ձեզ շեղում էր այս երկը, չէ շեղում, չէ։ Այո, ոչ։ Շատ գեղեցիկ երկմներ իսկապես։ Նախքան խոսենք բոտոքսի եւ ֆիլերի մասին, Անան եւ Հասմիկ Գրիգորյանը ամաչնում են զանգելու, ես պիտի փոխանցեմ իրենց հարցումը, ուրեմն գարցամ թե ինչ կրած են արդյոք, նախ Փանաստեղծուի Հասմիկ Գրիգորյանը մեր Գյումրուցի փանաստեղծուհին է, որին կասմունք է յուրաքանչյուր երկուշաբթի հաղորդաշարի ընթացքում, ցեզի կրած է թե եթե քիթ միջնաբադը որոշ չափով փակ է ձուրը վիրահատվելուց հետո դեսկը կփոքրանա թե նույնը կմնա։ Այսինքն մի հատ նորից կհարցնեք, եթե ծուռը հնարավոր է քիթը փոքրացնել, թե ոչ։ Եթե քիթ միջնաբադը որոշ չափով փակ է ձուրը, այդպես կհարցնե, վիրահատվելուց հետո դեսկը կփոքրանա թե նույնը կմնա։ Դա մեր ցանկությունից է կախված, եթե մենք կատարում ենք քթի տեսքի փոփոխություն, այդ ժամանակ կփոքրանա, եթե մենք կատարում ենք միայն միջնապատի վիրահատությունը, այդ ժամանակ քթի տեսքը չի փոխվի։ Այսինքն մենք միասին ենք որոշում, թե ինչ ենք անելու։ Այսինքն պացիենտի ցանկությունն է դա, որպեսզի մենք կատարենք նաև քթի ձևի փոփոխություն։ Դարձյալ գահած, այո։ Իսկ եթե մենք կատարում ենք քթի ձևի փոփոխություն, այդ ժամանակ արդեն պարտադիր կերպով ուղղում ենք քթի միջնապատը։ Անպայման։ Իսկ երեխեքին քանի տարեկանից կարելի է վիրահատել քիթը։ Քիթը միջնապատը խորտ կտան աճը դադարելուց հետո վիրահատել, այսինքն գոնե 15 տարեկանից հետո, իսկ քթի խեցիները վիրահատել կամ քթի այլ շնչառական խնդիրները վիրահատել կարելի է նաև ավելի շուտ տարիքում, բայց դա կախված է կոնկրետ այդ վիճակից, այսինքն թե ինչ ունենք այդ պահին։ Այո։ Անա Ավակյան հավանաբար այս նյութի շուրջ խոսեցանք, բայց հավանաբար իրուշացությունը կրաված չէ, բայց ես փոխանցեմ ցեզի հարցումը, իսկ թեմքի ցկում անելուց ինչքան ժամանակ է մնում եւ նորից կրկնվում։ Խոսեցանք, բայց դարձյալ եթե կուզեք հագիրս ցևով պատասխանել Անա Ավակյանին հաճիկ։ Իհարկե, նայեք, թեմքի ցկում կատարելուց հետո մեր արդյունքը մեր տարիքը, այսինքն հետ է գրում մոտավորապես 8-ից 10 տարով եւ այդքան էլ մնում է, հա, այսինքն մենք փաստացի շատ երկար ժամանակ կարիք չունենք վիրահատելու այդ կրկնակի։ Շարունակեմ, Հերմինե Շալյանը գասե բրավո շատ հետաքրքրական բացատրություն գուտակ դոկտոր Սմոյան, ինչպես նաեւ Գուզեմ խոսիլ, գուզեմ զանգել մեծ սիրով, շատ հետաքրքիր հաղորդաշար ցերված կկատար, սիրելի Ստեյսի եւ մեր Գյումրիցի բժիշկ Դավիթ Սմոյանը։ Ունիմ դարձյալ շնորհակալություն սիրելի Ստեյսի, խնդրեմ բարդականությունս է հյուրընկալել դոկտոր Դավիթ Սմոյանին, որպես ինքնալ բացատրություններ տա։ Հավանաբար WhatsApp-ի մի հարց ունենք, կփորձենք դարձյալ հիմա զանգել Հասմիկ Գրիգորյան, անհոգ եղեք։ Սկանչելի բացատրություններ գուտա, սկանչելի բացատրություններ եք դալիս, աստված օգնական ցեզ դոկտոր Սմոյան։ Մեծ բոլորից շնորհակալություն։ Բրավո, շատ իմաստալից բացատրություն գուտա, հարադեպ հաջողություն դոկտոր ցեզի կմաղթենք, ապա շնորհակալություն։ Գարձեմ վիրահատելուց չպետք է շաքար ունենա այրան լեյկոցիտներ չափի մեջ լինի։ Էս է։ Այո, իհարկե։ Okay. Այդ ցանկացած վիրահատության դեպքում մենք պետք է հետևենք մեր անալիզների պատասխաններին, իմանանք թե արդյոք չունենք լուրջ խնդիրներ, բնականաբար եթե ունենք շաքար, շաքարային դիաբետ, բարձր թվեր շաքարի, մենք սկզբից չենք վիրահատում, զբաղվում ենք շաքարով, մեր էնդոկրինոլոգները զբաղվում են, հետո նոր կատարում ենք վիրահատությունը։ Իսկ եթե պացիենտը տեղյակ է, որ ինքը ունի շաքարային դիաբետ, արդեն ինքը խմում է իր տեղերը, այդ ժամանակ մենք միասին հսկում ենք այդ շաքարի ընթացքին։ Իհարկե նաև լեյկոցիտները պիտի բարձր չլինի, ինչը խոսում է ընդհանրեն բորբոքման մասին, եթե ունենք լեյկոցիտների բարձր թիվ, պետք է հասկանանք թե ինչ խնդիր ունենք, ինչ բորբոքում ունենք, արդյոք ինչքանով է բարձր, մեզ խոչընդոտում է այդ վիրահատությանը, թե ոչ։
նոր անում ենք ամեն ինչ։ Իհարկե Արդեն արյան քնության հետևանքը այդ մեկն է թե պետք է լավ իմանալ թե ինչպիսի հարցեր կա առողջապահական, եթե լավ է, եթե առողջ է կամ վատ առողջ է կամ այդ բոլորը չի կատարվի, եթե անձը վատ առողջ է։ Մենք հասանք բոթոքսի եւ ֆիլերի մասին խոսելու, որ այսօր դժբախտաբար նորույթը դարձել է շատերու համար, իսկ կարգ կանց մոտ առանց բոթոքսի կամ առանց ֆիլերի չեն կարող ապրել։ Նախ սկսենք բոթոքսի նյութով։ Ով պետք ունի բոթոքսը, դոկտոր Սամոյան։ Իրականում բոթոքսը սկզբից սկսում են կիրառել ճակատի եւ հարակնային շրջանի այդ կնճիռների համար եւ միջոնքային շրջանի կնճիռների դեպքում է կիրառվում սովորաբար սկսում ենք օգտագործել 30-35 տարեկանից սկսած, այսինքն շատ վաղ տարիքում նույնպես խորհուրդ չի տրվում, որտեղ իմաստ չունի, որտեղ հələ որ մենք չունենք կնճիռներ, չունենք շատ արտահայտված խնդիրներ, իրականում բոթոքսը ավելի շատ կանխարգելիչ միջոցառում է, կանխարգելիչ պրոցեդուրա է, քան բուժիչ։ Իհարկե նաև շատ լավ հարթեցնում է եղած կնճիռները, բայց ավելի լավ էֆեկտ է տալիս կանխարգելման առումով, այսինքն եթե մենք ճիշտ ժամանակին սկսենք դա անել, մեր պացիենտը չի ուզենա պարզապես հրաժարվել իր գեղեցիկ տեսքից, չի ուզենա ունենալ կնճռոտված դեմք, եւ դա ոչ թե հարցը նրանում է, որ ինքը կախվածության մեջ է ընկնում, ոչ բոլորովին ոչ մի կախվածության մեջ չի ընկնում, այլ պարզապես ինքը ցանկանում է ունենալ ավելի լավ արդյունք եւ պահպանել դա։ Եթե սկսի անել եւ հետագայում ինչ որ մի պատճառով չանի այդ ներարկումները կամ չցանկանա անել, բնականաբար ոչ մի խնդիր չի լինի, ինքը կսկսի դեմքի ծերացումը այն պահից, որտեղից որ ինքը չի արել, այսինքն այդ ներարկման ժամանակահատվածում դեմքի ծերացումը պարզապես կանգ է առնում, այսինքն մենք այսպես ասած ստոպ ենք տալիս ծերացումը, հետո նոր սկսում է այդ էֆեկտը թողնելուց հետո նույն տեղից շարունակում է, էլի։ Այո, շատեր որ գաղափար չունին, կուզեն իմանալ թե բոթոքսը ինչպես կպատրաստվի, այսինքն ինչ հյութ կկործածեն, ինչ է ճիշտ բոթոքսը, ինչ է այդ հեղուկը, որ կկործածեն թեմքի համար, որպես իրենք ավելի ինքնավստահ լան, թե կուզեն իմանալ թե ինչպես կպատրաստվի բոթոքսը։ Նայեք, իրականում բոթոքսը դա աշխարհի ամենաուժեղ թույներից մեկն է միաժամանակ, ինքը բոտուլոտոքսին է, այսինքն բոտուլիզմի հարուցիչի արտադրած նյութն է, թույնն է։ Նախ եկեք հասկանանք, թե ինքը ինչու է թույն, ինքը թույն է, որովհետև ազդում է նյարդամկանային սինապսի վրա, այսինքն ինքը ազդում է նյարդից մկան հաղորդման կամ նյարդից նյարդ հաղորդման վրա, հա։ Քանի որ եթե ինքը թույն է բոտուլիզմի դեպքում, որովհետև արտադրվում է ահռելի մեծ քանակներով, հա, եւ ազդում է ամբողջ օրգանիզմի վրա, այսինքն ինքը մարսողական ճանապարհով անցնում է օրգանիզմի մարսողական համակարգ եւ ամբողջ արյան միջոցով ամբողջ օրգանիզմ եւ անցնում է սարսափելի մեծ դոզաներով, հա։ Իսկ բոթոքսը անվտանգ միջոցառում է մեր ունեցած ներարկած բոթոքսը, որովհետեւ մենք օգտագործում ենք շատ անհամեմատ չնչին դոզաներ, շատ քիչ եւ օգտագործում ենք կոնկրետ մկանի մեջ, այսինքն դա մենք ներարկում ենք կոնկրետ ֆունկցիայի համար, այսինքն կոնկրետ արդյունք ստանալու համար։ Դրա համար ինքը համարվում է անվտանգ օրգանիզմի համար։ Եվ իրականում բոթոքսը վերականգնվում է այդ մկանները, այսինքն էֆեկտը թուլանում է նրա համար, ոչ թե մեր թույնն է քայքայվում կամ եւ այլն, ինքը այդ պահին ազդում է ու վերջ, դրանից հետո չի ազդում։ Բայց ինքը արդյունքը սկսում է վերականգնվել այն պատճառով, որտեղ այդ առաջացած մկանների ճյուղերը, ներվերի ճյուղերը սկսում են նոր աճել եւ առաջանում են նոր նյարդերի ճյուղերներ։ Ինչպես որ մեր մաշկի թարմացումն է տեղի ունենում, մազերի փոփոխությունը, արյան փոփոխությունը, այսինքն այդ process-ի հետևանքով է տեղի ունենում բոթոքսի ազդեցության վերականգնում, հա, այսինքն այդպես ասեմ, էլի օրգանիզմը փորձում է ինքն իրան վերականգնել իր կորցրածը, որը որ բնական process է, այսինքն ինքը տեղի ունենում միշտ օրգանիզմի թարմացում է, թարմացման հետևանքով է տեղի ունենում
բոտոքսի էֆեկտի վերացում։ Այո, իսկ ովևէ մեկ մարմին այդ թույնը ընդունում է։ Այսինքն նայեք, ոչ թե թույնը ընդունելու մասին է, այդ թույնը կոնկրետ ազդում է ինքը, այսպես ասած, դեղորայք է, որը ազդում է կոնկրետ այդ նյարդի կամ մկանի վրա։ Այդպիսի մարդ չկա, որ ինքը չազդի, չնի կամ ուրիշ բան, որ մեկի վրա մի քիչ կարելի է ենթադրենք մկանն է հաստ, մկանների դիրքն են, ուրիշ կարող է մի քիչ այլ դոզա պահպանվել, պահանջվել մի քիչ շատ կամ քիչ։ Հարցը սրանն է, թե չէ բոլորի վրա ինքը ազդում է։ Այսինքն բացառապես բոլորի հետ աշխատում է։ Այո, իսկ կրեթե գասեն թե ովևէ մեկ բոտոքս կամ թեր կամ ովևէ մեկ այլ տարբեր ունի side effect, այսինքն բոտոքսի մասին խոսենք, որն է պոզիտիվ եւ նեգատիվ կողմերը, բացասական եւ թրական կողմը որն են բոտոքսի, որբեսի ավելի մտքի հանգստության համար, եթե ովևէ մեկ ազգը որոշե, որ բոտոքս պետք է այլևս թեմքի կեղեցուն համար բոտոքսի հետևի, արդյոք որ մեկն են նեգատիվ եւ պոզիտիվ կողմերը։ Նայեք, պոզիտիվ side effect-ը այն է, որ ինքը ունի միգրենի ժամանակ բուժի եւ ախտորոշիչ, այսինքն դիագնոստիկ ֆունկցիա, այսինքն մենք որոշ դեպքերում, երբ որ մենք միգրենիա պատողնի գլխացավ է, միգրենա նման, հա, գլխացավ է եւ որը որ այլ ենթադրենք MRT-ով, նյարդաբանի հետազոտմամբ չի հաստատվում, չի հերկվում, մենք այս ժամանակ կատարում ենք բոտոքսի ներարկում եւ եթե 6 ամիս շարունակ մենք չենք ունենում գլխացավ կամ ունենում ենք խիստ մեղմացում, այդ նշանակում է, որ մենք ունենք նաեւ ախտորոշումը եւ բուժումը, այսինքն հասկանում ենք գլխացավի առաջացման պատճառը եւ բուժումը, բնականաբար։ Այո, շատ, այո։ Հրամեցեք։ Հիմնական side effect-ը է կախված, կողմնակի էֆեկտներից կարող է լինել նաև որոշակի, այսինքն երբ որ մենք ներարկում ենք քիչ քանակի բոտոքս կամ ոչ լրիվ, մնացած մկանների կծկման հաշվին, այսինքն այն մկանները, որը որ չեն ենթարկվել բոտոքսի, կարող են շատ կծկվել, որի հետևանքով կարող է առաջանալ գլխացավ, որը որ նույնպես բուժվում է բոտոքսի ներարկմամբ։ Այսինքն այդ ժամանակ եթե զգում ենք, որ ունենք մի քիչ գլխացավ, մենք ավելացնում ենք բոտոքսի զոնան, դոզան եւ դա անցնում է, այսպես ասած էլի։ Այո, որովհետև կրեթե լսած եմ կասեն, թե գլխացավի բուժումը բոտոքսն է, այսինքն մանավանդ ինչպես որ շեցիք այդ միգրենը կամ մայգրենը որ կա։ Այո, ոչ բոլոր գլխացավերի որոշ տոկոսը շատ լավ բուժում է բոտոքսը։ Դոկտոր Սմոյան, ճիշտ է թե դարիքի փերմամբ բոտոքսի աստեցությունը բացում է, օրինակ 35 տարեկանի արդյունքը շատ հաջող կլինի եւ աստեցությունը գասեն թե 4-6 ամիս տևողությամբ է, իսկ հասուն դարիքի մարդկանց գդարբերի։ Ճիշտ է այս խոսքը։ Իրականում հարցը գիտեք որն է, ոչ թե հասուն երիտասարդ տարիքի հարցն է։ Հարցը այն է, թե ինչքան է ինքը մինչև այդ ստացել բոտոքս, այսինքն երբ որ ինքը երկար տարիներ ստանում է բոտոքս, այդ ժամանակ սկզբնական շրջանում մի քիչ ավելանում է բոտոքսի դոզան, այսինքն ինքը ավելի շատ պիտի ներարկես, որ ստանաս էֆեկտ, իսկ ավելի երկար օգտագործելու ժամանակ, ենթադրենք 5-6 տարի անըտ մեջ օգտագործելու ժամանակ հակառակը դոզան իջնում է։ Այսինքն մենք պետք է քիչ ներարկենք, որ ստանանք այդ էֆեկտը։ Սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմը, երբ որ մենք ունենում ենք օրինակ ճակատի դեպքում բոտոքսի ներարկում եւ եթե մարդը չի ենթադրենք մինչեւ 65 տարեկան է չի արել որևէ ներարկում եւ հետո մենք անում ենք ճակատի բոտոքս, ապա այդ ժամանակ ճակատը մի քիչ կախվում է եւ այս կողմերը սկսում են ավելի արտահայտիչ դառնալ, այսինքն դա նույնպես պետք է մի երկու անգամ մտածել անել բոտոքսը թե չէ ու որ զոնաները, որովհետեւ մենք չունենանք հարթ ճակատ, բայց հոգնած աչքեր, հա, այսինքն դա մենք նույնպես պետք է ճիշտ որոշենք էլի պացիենտի հետ, որոշ դեպքերում ես օրինակ ճակատի բոտոքսը խուսափում եմ անել կամ անում եմ մասնակի, տարիքի հետ կապված։ Այո։ Իսկ եթե ունենք այդպիսի խնդիր, մենք արդեն կատարում ենք ճակատի ձգում, դեմքի մասնակի ձգում էլի այդպես, հոնքերի ձգում։ Ուրեմն բոտոքսը կօգնի անինչ որսիկ ճակատի եւ հոնքերի գոբերի ավելի։ Ոչ միայն, սովորաբար մենք այդ ժամանակ ենք օգտագործում բոտոքսը, օգնում է նաև վերանի շուրջ առաջացած կանչիրների դեպքում, այս վերևի կանչիրների դեպքում, բայց դա մի քիչ
զգուշությամբ պետք է ներարկել, այսինքն ոչ բոլորին է դա ցուցված, ոչ բոլորի դեպքում է դա լավ արդյունք տալիս, այսինքն մենք պետք է պացիենտի հետ լավ մանրամասն խոսենք, Այո։ դա ինդիվիդուալ է։ Նկարը պիտի տեսնենք, թե շատ հաջող արդյունք մնա այս մեկը, հոս կտեսնենք բավական գնջիր ճակատը, կտեսնենք աչքերուն տակ, կտեսնենք պերնի, շրթունքի երկու կողմերը, այս մեկը բաթաքսի հետևանքն է, արդյունքն է։ Եվ բոտոքսի եւ ֆիլերի։ Նույն ժամանակ որ քիչ հետ պիտի խոսենք, եթե ես նույն բանը անեի գյումրեցի կանանց հետ, իրանք ինձ կծեծեին։ Քիչ հետ կամ անպայման պիտի խոսենք մենք ֆիլերի մասին, որ կարևոր է։ Ուրեմն այս նկարի մեջ կտեսնենք։ Բացատրեմ թե ինչու էլի։ Այո։ Այս դեպքում մենք ունենք ուրեմն ճակատի կատարված կարծում եմ որ բոտոքս, հա, եթե չեմ սխալվում։ Իհարկե սա նկար է, մենք նկարով հստակ չենք կարող ասել թե ինչ են արել, պետք է մենք միմիկայի, այսինքն դեմքի աշխատելու դեպքում նոր հաստատ կասեմ թե ինչ են արել, բայց հավանաբար այդ նկարում արել են քիչ շրթունքային ծալքի, բերանի ստորին, անկյան եւ կողմնային հատվածների ֆիլեր եւ կատարել են ճակատի բոտոքս։ Հիմա ասեմ ինչի կնեղանային գյումրեցի կանայք, որ ես նույն բան անեի, որովհետեւ այս դեպքում հենց կրկնեցի էլի մենք ունենք կախված կոպեր եւ կախված կոպերը այս բոտոքսը ճնշում է ճակատի ստոր միջին հատվածը եւ այս դեպքում կոպերը դառնում են ավելի արտահայտիչ։ Այդ դեպքում ես խորհուրդ կտայի կատարել կամ բլեֆարոպլաստիկա, հետո նոր կատարել բոտոքս, կամ խորհուրդ կտայի ճակատի կամ հոնքերի ձգում, հետո նոր բոտոքս։ Ուրեմն երկուքն է որ ավելի արդյունք կտա, բաթաքսը եւ ֆիլերը նույն ժամանակ, որովհետեւ շատ ավելի փայլուն եւ գեղեցիկ թեմք ունենալու համար քիչ կնջիրներով։ Ֆիլերի համար եւ ֆիլերի բարակային երբ ֆիլեր գսենք ամենչապես հիալուրոնիկ ասիդ կասենք, այսինքն հիալուրոնաթթուն է։ Որն է նրանց տարբերությունը։ Իրականում նայեք, ֆիլերը հենց հիալուրոնը թթուն է այդ արտահայտությամբ, բայց ֆիլեր դա անգլերեն fill լցնել բառից է, որը որ ֆիլեր կարող է շատ նյութեր հանդիսանալ, սովորաբար դա ֆիլերը կարող է լինել նաև սեփական ճարպը, հա, այսինքն որոշ դեպքերում մենք կատարում ենք փոքր չափի լիպոսակցիա, վերցնում ենք ճարպ եւ բնական ճարպի միջոցով կատարում ենք լիպոֆիլինգ։ Սա նույնպես ինչ որտեղ ֆիլեր է, հա, բայց ֆիլերը ժողովուրդը կամ հատկապես կոսմետոլոգները, ովքեր որ չեն տիրապետում լիպոֆիլինգի հմտություններուն, իրավունք չունեն անելու, անում են մենակ ֆիլեր։ Լավ, խոսենք հանգրվանով մեկ առ մեկ։ Քանի տեսակ ֆիլեր կա։ Շատ։ Դա ավելի շատ ֆիրմաների տարբերություններն է, բայց ֆիլերը ինքը որպես, այսպես ասած, ֆիլեր կլասիկ առումով, ինքը միայն հիալուրոնիկ ասիդն է։ Բայց դրանք մի քանի տարբերակներ կա սինթետիկ ֆիլերներ, երբ որ ֆիլերը բոլորովին ստացվում է սինթեզի, այսինքն քիմիական եղանակով, այսինքն նյութեր սինթեզելու եղանակով, մյուս տարբերակը բնական ֆիլերներն են, որը որ առաջանում է բակտերիաների արտադրած հիալուրոնաթթվի ուրեմն շնորհիվ եւ կա կիսասինթետիկ տարբերակը, երբ որ կատարում են բակտերիաների մեջ սինթեզ եւ օգտագործում են բակտերիաների մեջ նաեւ RNA-ի կամ նայեցել ինչ բակտերիալ է DNA-ի որոշակի նյութեր են մտցնում մեջը, որ իրանք սկսեն այդ սինթեզել էլի։ Այո, դուք քիչ առաջ ասեցիք, թե այս շրթունքի երկու կողմը բաթաքս եւ ֆիլերը փայծ թեմքի որ մեկ մասը կարելի է ներարգել ֆիլերը հաջող լավ արդյունք առնելու համար։ Գիտեք, այդպեսին հարցը կոնկրետ բոլոր զոնաներին է կարելի է ներարկել ֆիլեր, բայց շատ զգուշությամբ, այսինքն քիչ շրթունքային ծալքին կարելի է ներարկել մի քիչ ավելի կոշտ ֆիլեր, կոշտ ֆիլեր կարելի է ներարկել դեմքի միջային մեդիալ կոմպարտմենտի հատվածում, կզակի հատվածում կամ ստորի ծնոտի անկյան հատվածում, հա։ Իսկ օրինակ կոպերի հատվածում ցանկալի է կատարել ավելի նուրբ ֆիլեր, ավելի քիչ մածուցիկությամբ ֆիլեր, նաև կարելի է ճակատին ներարկել ֆիլեր, այսինքն դա մի քիչ հմտության փորձից եկող հարց է, էլի թե ինչ կներարկենք։
Այո, բայց ես կուզեի հոս ավելի ֆիլերի մասին լավ խոսիլ եւ լավ բացատրենք մեր հետևողներուն այսօրվա աչքերի դագի կնճիրների համար դոկտոր Սմոյան գասեն թե պետք է ներարկել ֆիլեր արդյոք այդ ֆիլերը որ գխոսինք պատրաստ է կամ ինչպես որ դու գսիկ մարմնի ճարբերեն է որ կպատրաստվի եւ ամենչապես այդ աչքերու տակի քեղեցկության գնճիրները անհետանալու համար կներարկեն Իրականում դա մի քիչ անհատական է, այսինքն այդ հարցը նույնպես պետք է քննարկել պացիենտի հետ, այսինքն մենք միասին ենք որոշում, թե ինչ անենք։ Սկզբնական շրջանում ես խորհուրդ կտամ միանգամից ճարպը չանել, որպեսզի արդյունքը լավ հասկանանք, պատկերացնենք։ Հիմա ասեմ ինչու, որովհետև երբ որ մենք կատարում ենք սովորական ֆիլեր հիալուրոնաթթվի ներարկմամբ, ինքը ժամանակավոր արդյունք է տալիս եւ Երբ որ պացիենտին դուր չգա կամ ինքը չհասկանա այդ արդյունքը, միևնույն է արդյունքը ժամանակավոր է, այսինքն կարելի է այդ բանին անել ֆիլեր, հետո նոր որոշել, կուզենք ճարպ անել թե ոչ։ Այդ տարբերակը ավելի ճիշտ կլինի, էլի։ Եվ կատարում ենք նաև տարբեր այնտեղ ֆիլերներ կան, որոնց խտությունները նույնպես տարբեր են եւ ազդող նյութը նույնպես տարբեր է, այսինքն այդ եղանակով ենք կատարում, էլի։ Իսկ մարմնի որ մասից դուք fat ջարբ վերցնում եք ներարգելու համար, աչքերի կամ թեմքի համար, շրթունքի գոմ կամ որ մասից դուք կնախընտրեք ջարբը։ Սովորաբար մենք վերցնում ենք կամ փորի հատվածից վերցած ջարբը, որտեղ ինքը շատ լավն է, ունենում է, պարունակում է ահագին շատ ցողունային բջիջներ, դա մեզ նույնպես Բացի ճարպային բջիջներից մեջի ցողունային բջիջների տոկոսը շատ է, որը որ մեզ շատ օգնում է։ Նաև վերցնում ենք մարմնի նուրբ մասերից, այսինքն ազդրերի միջին մակերեսից վերցած ճարպերը եւ կարող է նաև որովայնի այդ կողքերի հատվածից նույնպես վերցնել։ Նկարը պիտի տեսնենք, որ քիչ առաջ առիթը չունեցանք, հոս կխոսենք այս նկարը ֆիլերը կամ բոթոքսը կամ թեմքի բարձրացումը ինչը որովհետև շատ մեծ տարբերություն եւ շատ հաջող արդյունք իմիջայլոց ասեմ փակագիցի մեջ թե հարկելիներ այս նկարները արդեն դոկտոր Սմոյան ինք տեղադրած է իր թեմատետրում այդպես որ ես հրաման ունիմ ցույց տալու դոկտոր Սմոյանի կողմէ լավ հոս նկարը որ կտեսնենք դոկտոր ինչպիսի վիրահատություններու հետևած է այս երդասարդ տիկինը։ Նայեք, այս դեպքում մենք կատարել ենք ավելի շատ ոչ թե վիրահատական միջամտություն, այլ ֆիլերի ներարկում, դեմքի միջին երրորդականի ֆիլեր, քիչ երթունքային ծալքի ֆիլեր ու ճակատի բոտոքս։ Այո, որովհետև շատ չափեն ավելի հաճող արդյունք մը գտեսնենք, լա աչքերի տակ, լա այլ տարբեր։ Բավականին հա, լավ արդյունք ենք տեսել, սա միայն ներարկումային միջոցով կատարված արդյունք է եւ կարծում եմ, որ որպես ներարկում բավականին լավ արդյունք ունենք։ Այո, իսկապես շատ լավ արդյունք է, ինչպես որ Այսինքն սա վիրահատական արդյունք։ Այո, գասկացունինք թե դուք շատ պրոֆեսիոնալ վիրապուժ մնեք եւ գիտենք թե արդյունքները բոլորն ալ 100%-ով շատ հաջող են արդեն նկարները ցույց կտան։ Եկեք խոսենք նախքան հաջող վերջին թեմային անցնելը ֆիլերը որքան դեվում է, որքան ժամանակ դարի, 2 տարի, 3 ամիս որքան դեվում է Գիտեմ թե գախում ունի դերի համեմատ պիտի տեսեք եթե աչքի տակ եթե շրթունք է եթե այլ տարբեր Քրեթե որքան դեվում է արդյունքը Միջինում մնում է 1 տարի, դա կախված է ֆիլերի զոնայից եւ ֆիլերի, այսինքն ինքը սինթետիկ ֆիլեր է, թե բնական ֆիլեր է։ Սինթետիկ ֆիլերները սովորաբար ավելի երկար են մնում, քան բնական ճանապարհով ստացած ֆիլերները, իրանք ավելի շուտ են քայքայվում։ Բայց մի հատ ուրիշ էֆեկտ էլ կա, որ բնական ֆիլերները ավելի շատ հնարավոր է որ թողնեն հատիկներ, հանգույցներ հյուսվածքների մեջ, որը որ կարող է շոշափի հետո, իսկ արհեստական ֆիլերները սովորաբար քիչ են թողնում այդպիսի հանգույցներ, այսինքն այդ հատիկները ավելի շատ օրգանիզմի ռեակցիաներ ֆիլերի հանդեպ, այսինքն դրանից է տալինում, էլի։ Ուրեմն բնականաբար
որակյալ ֆիլեր կիրառելու դեպքում Այո։ այդ կողմնակի էֆեկտները մենք չենք ունենում։ Կամ շատ քիչ ենք ունենում, որը չի անհանգստացնում պացիենտին։ Գախում ունի ուրեմն, եթե մարմնի ջարբ է կամ այլ տարբեր ֆիլեր է, բայց ինչպես թե ասեցիք, 1 տարի եւ ոչ ավելի դեպողությունը արդյունքին։ Չէ, ճարպի դեպքում տարիներ է մնում, երկար է մնում շատ, իսկ ֆիլերի դեպքում հիալուրոնիկ ասիդի դեպքում 1 տարի։ 1 տարի է։ Այսինքն բոտոքսեն լավ է, որովհետև գրեթե բոտոքսը գասեն մի քանի ամիսներ է, իսկ ֆիլերը միշտ ավելի ժամանակով դևող է։ Ուրեմն վերջին թեման պիտի լա, որ պիտի խնդրեի բացադրեք գրծքերի ցկում սիլիկոնե իմպլանտներով եղած գործողությունների մասին, այսինքն breast lift։ Ունիմ երկու բաժնով խոսիլ այս նյութի շուրջ, պիտի խոսենք նախ breast fat injection-ի մասին, այսինքն գրծքի ջարբի ներարգում ու իմպլանտը։ Երկու մասը բաղկացած է այս թեման։ Որ մեկը ալավելի բանջվում է ցես մե ասենք ջարբի ներարգումը, գրծքի ջարբի ներարգումը կամ իմպլանտը ավելի։ Նայեք, իրականում իմպլանտը ավելի պահանջված է, այսինքն իմպլանտով կրծքի աշխատանքը ավելի գեղեցիկ է ստացվում։ Ասեմ թե ինչու։ Սովորաբար մենք կրծքի ճարպը անում ենք այն դեպքում, երբ որ մենք ցուցում ունենք կատարելու լիպոսակցիա, այսինքն երբ որ մենք հեռացնում ենք ճարպը, ունենք ճարպի ավելցուկ եւ չգիտենք ինչ անենք, այդ ժամանակ նոր որոշում ենք, որ պացիենտի հետ որոշում ենք, որ կարելի է կուրծքը մի քիչ ավելացնել, հա։ Այո։ Բայց ճարպով ավելացնելու դեպքում, կրծքի ճարպով ավելացնելու դեպքում մենք ունենում ենք պարզապես մի քիչ ավելացում, այսինքն եթե նույնիսկ մենք շատ ճարպ ներարկենք, միևնույն է շատ չի մնալու կրծքի հյուսվածքի մեջ։ Եվ կունենանք մի քիչ փափուկ պարզապես իր կրծքի մեծ ու մի քիչ փափուկ տեսակը, տարբերակ, այսինքն մենք չենք ունենա այն գեղեցիկ կուրծքը, ինչը կարելի է ստանալ իմպլանտի միջոցով։ Իմպլանտի եւ որոշ դեպքերում մենք կատարում ենք իմպլանտ եւ ձգում տարբերակը միասին։ Որոշ դեպքերում մենք կատարում ենք պարզապես իմպլանտ առանց ձգման տարբերակով։ Իբր դուք վիրապուժ պլաստիկա վիրահատություններ կատարող վիրապուժ որ մեկը ալավելի գտելատրեք հիվանդին եւ ինչու։ Ավելի խորհուրդ եմ տալիս կատարել իմպլանտով տարբերակը։ Հիմա ասեմ ինչու։ Որովհետև այդ ժամանակ մենք ունենում ենք ավելի գեղեցիկ արդյունք եւ եթե մենք տարբեր իմպլանտներ գոյություն ունեն, մենք պացիենտի հետ ընտրում ենք, թե որ չափի իմպլանտը տեղադրենք, ինչ ձևով տեղադրենք, կրծքամկանի տակ թե վրա, թե ինչ եղանակով տեղադրենք կրծքի իմպլանտ, այսինքն սպին որտեղ կլինի։ Տարբերակները հնարավոր է սպի առաջացնելու արիոլայի շուրջը, այսինքն պտուկի շուրջը, կրծքի տակ եւ տարբերակ կա նաեւ թևի տակից կարելի է դնել իմպլանտը, երբ որ կատարվածքը ընդհանրապես չի երևում, այսինքն մենք միասին որոշում ենք թե ինչ ձևի տեղադրենք։ Եվ բնականաբար ես շատ խորհուրդ եմ տալիս ոչ թե ճարպի տարբերակը, այլ խորհուրդ եմ տալիս իմպլանտի տարբերակը։ Ըստ որում կան շատ փափուկ բնական իմպլանտներ տարբեր ֆիրմաներից, չեմ ուզում ինչ որ կողված դանել մեկին կամ մյուսին, բայց շատ լավ որակով իմպլանտներ ունենք, որը որ բնական կրծքի տեսք է տալիս։ Իսկ ճարպով մենք չենք կարող ստանալ, ենթադրենք երկրորդ համարից 4-րդ համարի կուրծք։ Չենք կարող ստանալ այդ կլոր կուրծքը, այսինքն մենք ունենանք պարզապես մի քիչ մեծ, բայց փափուկ կախված կուրծք։ Այո։ Եթե դա ընդունելի է, ուրեմն հա, կանենք, եթե չէ, չեն կանում։ Իմպլանտ ավելի գլոր եւ գարձր, ինչպես որ հիմա նկարմա պիտի տեսնենք, այս մեկի իմպլանտ է դոկտոր։ Սա պարտադիր, այո, իմպլանտի տարբերակն է եւ մենք տեսնում ենք ուրեմն կրծքի մի քիչ նախքան վիրահատելը տեսնում ենք տուբուլյար ձև, երբ որ մենք կատարել ենք իմպլանտ արիոլայով կատարված ու կրծքի ձգում միաժամանակ։ Որովհետև հոս կտեսնենք շատ հաճող, շատ բնական, չափը, գլորությունը, ամեն բան շատ հստակ, ուրեմն հոս իմպլանտին արդյունքն է։ Դա իմպլանտի արդյունքն է, այո։ Հոյակապ արդյունք է իսկապես։ Դա ճարպով հնարավոր չի այդպիսի արդյունք ստանալ, չի լինում։ Անգարելի թե այսքան գլորակ կամ ավելի գարձր վեր լա։
Չի լինում ճարպով։ Չի լինում, այո։ Իսկ ջարբի բարակային breast fat injection-ը, որը սինք, որ դուք այդքան չեք թելադրել, որ ինչպես տեսինք, ոչ գլոր, ոչ կարծր պիտի երևի, ոչ քեղեցիկ պիտի երևի, արդյոք դարձյալ անհատի մարմնի կառնվի կամ տարբեր է այս մեկը։ Սա հաշվի ենք առնում մարմնի կառուցվածքը առաջին հերթին, այսինքն ճարպի դեպքում մենք եթե շատ փոքր կուրծք ենք ունենում նախքան վիրահատելու, այսինքն տարբերակը եւ ցանկանում ենք մի քիչ ավելացնել կրծքի ծավալը, դա ճարպով հնարավոր է, բայց հնարավոր չի ստանալ շատ կլոր կուրծք, մեծ կուրծք, այսինքն մի քիչ է տարբերությունը, այսինքն կոպիտ հաշվարկով լավագույն դեպքում ճարպով մենք կարող ենք մեկ համար ընդամենը ավելացնել։ Դա լավագույն արդյունքն է, էլի։ Կարող է կես կամ մեկ համար ավելանալ։ Անպայման։ Եվ միշտ գիտեմ թե այցելողը կամ ավելի հիվանդը ասենք, որ ցեզիկ այցել է, միշտ նույն հարցումն է, որ պիտի ուղի Տևողությունը որքան է դոկտոր, եթե ճարբով է, եթե իմպլանտով է, որքան գտեվե այդ ասենք արդյունքը ավելի շիտակը։ Այսինքն ինչքան երկար կմնա։ Ինչքան երկար կմնա արդյունքը, տևողությունը որքան է արդյունքի։ Հասկացանք։ Իմպլանտի դեպքում դա կմնա ամբողջ կյանքում, շատ երկար, տասնյակ տարիներ։ Ճարպի դեպքում կմնա 3-4 տարի ամենաշատը։ Միայն։ Այո։ Ուրեմն սիլիկոնե իմպլանտներով գրծքի ցկումը ավելի լավ արդյունք է տալիս եւ ավելի երկար է, որ այո։ Իսկ հիվանդները, որ ցեզի գայցել են, եթե եկած են ինք կուզե, օրինակ ջարբով, շատ նորմալ բնական իր մարմին այսպես շատ նորմալ գուրծք ունենալ, կամ ավելի քեղեցիկ տեսք ունենալ։ Դուք կթելադրեք, եթե ինքը այսպես որոշած չէ կամ շվարած վիճակի է կթելադրեք, կսեք իմպլանտը, որովհետև արդյունքը այսպես է, իսկ ջարբը այսպես է, միշտ ձեր գաղափարը կփոխանցեք այցելուներուն կամ կցկեք իրենց անկստության։ Գիտեք ինչ եմ ասում եմ, որ նայեք, դուք ուզում եք օրինակ Ամերիկայից գալ Հայաստան եւ ինձ ասում եք, որ գիտեք ինչ կա, ես չեմ ուզում ինքնաթիռով թռչել, ես ուզում եմ նավով գալ եւ 2 օրում տեղ հասնել։ Դա հնարավոր է։ Նույն խնդիրն է, հա, այսինքն շատ ժամանակ պետք չի թելադրել, թե ինչ անել, պետք է հարցնել, ավելի ճիշտ պետք կլինի ասել, որ ես ուզում եմ այս արդյունքը ունենալ, դրա համար ինչ կարելի է անել։ Այդ հարցադրումից սկսելու դեպքում մենք ավելի լավ արդյունք կունենանք, ոչ թե ասենք, որ գիտեք ինչ կա, դոկտոր, ես ուզում եմ ճարպով անել, ստանալ լավ արդյունք ու իմպլանտ չանել ու ստանալ 4-րդ համարի կուրծք, դա անհնար է։ Ուրեմն այդ բարակային համարից 4 էլի։ Եթե շվարել են դոկտոր գրնան ինձ հարցել գսեմ հարցազրույցի ընթացքում օրինագով մահարցուց դոկտորը որ պատասխանը անգարելի է նավով Քրեթե խոսեցանք բոլոր նյութերու շուրջ որ այսօր բոլորը հետաքրքրված են ոչ թե միայն կանայք ինչպես տեսի թե դղամարդիկ ալ այսօր հետաքրքրված են պլաստիկա հետողություններով ամեն անց կուզե քեղեց Canal ամեն անց կուզե միշտ գեղեցիկ երևիլ սիրուն տեսքով այսօր բնավ վսխալ չէ այսօր կամ դոկտորներ կամ վիրապուժեր կրնան քեղեցկացնել ծեր բոլորին իսկ մեր հարցազրույցի ավարտին որ շատ հետաքրքրական էր եւ շատ գեղեցիկ պատասխաններ ընդունեցինք լսեցինք դեր գկրեն թե գուզեն մասնակցիլ այնքան ներողություն կխնդրեմ ցեզ մե հարկելիներ թե դասնյակներ Գան քարած են դոկտոր թե գուզեն բայց հավանաբար եւ թշպախտաբար WhatsApp-ի մի հարց ունեցանք մեկ անգամ եւս սպորտենք եթե կարողանանք կստանանք ամենջապես հերացայինները եթե ոչ ես պիտի խնդրեմ դոկտոր Սմոյանի վերջին խոսքը եւ խորհուրդը իսկ մեր հարցազրույցի ավարտին դոկտոր Սմոյան ինչ խորհուրդներ գտակ պլաստիկ վերահատություններից կախվածություն ունեցողներին Լավ հարցրեցիք ճիշտ ասած խորհուրդ կտամ չափի զգացողությունը չկորցնել բնականաբար խորհուրդ կտամ լսել նաև բժշկի խորհուրդներին խորհուրդ կտամ շատ հաճախ չվիրահատվել այսինքն կա մի չափ որը որ պետք չի անցնել այսինքն նկատի ունեմ պետք չի ընկնել մաքսիմալիզմի հետևից պետք չի ընկնել չափազանց շատ վիրահատությունների հետևից բնականաբար իհարկե ինչը որ խելամիտ է ինչը որ
կարելի է ընդունելի այս վիրահատությունները բնականաբար միջամտությունները ես անձամբ կողմ եմ կատարելուն բայց պետք չէ մաքսիմալիզմի հետևից նույնպես ընկնել Այո, անպայման։ Ովևէ մեկ բանի չափազանցությունը ալ վնաս է։ Իսկ ինչ խորհուրդներ կտակ այն տղամարդկանց կամ կանանց, ովքեր ցանկանում են պլաստիկ վիրահատություններ անել, բայց դեռ վստահ չեն։ Այդ դեպքում ես խորհուրդ կտամ նախ եւ բոլորին էլ խորհուրդ կտամ գնահատել այն ամեն ինչը որ իրենք ունեն եւ խորհուրդ կտամ մտածել ենթադրենք իրենք այդ հարցին պատասխանել արժի վիրահատել թե ոչ ենթադրենք թող իրանք մտածեն որ այս պահին արդեն ունեն այն արդյունքը ինչը որ իրանք ուզում են ունենալ ինչքանով այդ արդյունքը իրանք կդարձնի ավելի ինքնավստահ ավելի երջանիկ ինչքանով այդ արդյունքը իրանք ուզածին համապատասխանում է Շատ ժամանակ մարդիկ ինքները չեն գիտակցում, թե իրենք ինչ են ուզում այս կյանքից, ինչ են ուզում իրենք իրենցից, իրենց արտաքինից, բնականաբար ես խորհուրդ կտամ մի հատ մտածել, տեսնել, ենթադրենք, եթե մարդ ուզում է չգիտեմ, ինչ-որ մի բան վիրահատել, պատկերացնի, որ ինքը այդ պահին ունի այդ արդյունքը, ինչքանով դա իրան կերջանկացնի, եթե կերջանկացնի, ուրեմն արժի անել, եթե չի երջանկացնի, ուրեմն հարցը այստեղ գուցե ինչ-որ ուրիշ տեղ է թաքնված, գուցե ուրիշ խնդիրներ կան, որ հարցը արտաքինի մեջ չի այստեղ։ Իսկ Հայաստան ապրողները Լագյումրի կամ Երևան, որովհետև դուք երկու քաղաքներում վիրահատություններ եք կատարել, եթե գուզեն ձեր մոտ այցելություն մտալ կամ եթե գուզեն ձեզի անձամբ տեսնել, ուր կգտնվիք, ուր վիրահատությունները կկատարեք դոկտոր։ Գտնվում եմ Գյումրի կենտրոնում, այսինքն եթե Գյումրիում են գալու Գյումրի բժշկական կենտրոն պիտի կանչ խորհրդալ, իմ հեռախոսած համարը նույնպես կա, կարող եք զանգահարել ինձ, կամ եթե կգաք Երևան, ուրեմն գալիս եք այնտեղ երկու հիվանդանոց եմ աշխատում, Նյումեդ կլինիկայում եւ Էվամեդ կլինիկայում, երկու տեղն էլ կարող եք գտնել, բայց ամենահեշտ գտնելու ճանապարհը պարզապես զանգահարում եք ինձ։ Մեծ սիրո բոլորը պիտի հետևին վստահ եմ, ես նախ շնորհակալություն պիտի հայտնեմ, թե այսքան ուշ մնալով կարողացաք իմ հաղորդաշարի հյուրս լինել, շնորհակալ եմ իմ հրավերս ընդունել համար, շնորհակալ եմ հաղորդաշարի հյուրը լինելու համար, դոկտոր Դավիթ Սմոյան այսօր հարստացուցիկ իմ հաղորդաշարս ձեր պատասխաններով եւ շատ գեղեցիկ տեղեկություններ փոխանցելով եթե ունիք ովևէ միստրդակին խոսք մեր այսօրվա հետևողներուն նամանավանդ բոլոր երդասարտուհիներուն ինչ ունիք ասելիք եւ ես իմ կողմից մեծ շնորհակալություն կհայտնեմ ցեզի Նախ առաջի հերթին ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ցանկանում եմ որ դուք մնաք միշտ այսպիսի գեղեցիկ, միշտ հմայիչ, չկորցնեք ձեր հմայքը, ցանկանում եմ որ դուք միշտ մնաք հոգով երիտասարդ, ինչքան որ դա հնարավոր է, մտածեք որպես երիտասարդ եւ այս դեպքում երիտասարդությունը չի հեռանա ձեզանից, կմնա ձեր հետ։ Անկախ ամեն ինչից ցանկանում եմ որ մարդիկ կարողանան իրենց մեջ պահպանել իրենց եղած երեխային այսինքն ցանկացած մարդու մեջ կա մի բուժուր տեսակը իր բուժուր տարբերակը եւ ես խորհուրդ կտայի կմաղթեի երիտասարդներին ցանկացած տարիքում գտնվող մարդուն պահպանել իր միջի երեխային փրկել այդ երեխային օգնել թևեր տալ իրան այդ դեպքում էլ հենց այդ իր մեջի երեխան կօգնի որ ինքը դառնա ավելի գող կյանքից կդառնա ավելի երջանիկ ու կբավարարվի այն ամեն ինչով ինքը ունի այդքան խորհուրդ կտամ Շատ լավ խորհուրդներ, շատ լավ խրատներ, շնորհակալ եմ դարձյալ պլաստիկա վերապուժ դոկտոր Դավիթ Սմոյան, դուք բարի եկել եք եւ դարձյալ կտեսնվենք ինչու՞ չէ ուրիշ թեմաներով եւ այս անգամ ինչպես թե ասեցի WhatsApp-ի զանգերով։ Ձեզի բարի գիշեր եւ ցտեսություն։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Խնդրեմ։ Ցտեսություն։